Երբ Մոնթե Մելքոնյանի անձնական արխիվը բացվեց նրա մահից 3 տարի անց, 1997 թվականին, հետաքննողները հայտնաբերեցին մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Նամակների փաթեթ, որոնք գրված էին Սեդա Մելքոնյանի ձեռքով, բայց երբեք չէին ուղարկվել։ Յուրաքանչյուր նամակ սկսվում էր նույն խոսքերով՝ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Բայց ամենաանհանգստացնող մասը չէր այդ։ 3 նամակ, ամենակարևորները, որոնք վերաբերում էին Մոնթեի վերջին օրերին, բացակայում էին փաթեթից։ Թղթի եզրերը ցույց էին տալիս, որ դրանք խնամքով էին հանվել, ոչ թե պատահականորեն կորել։ Ով էր վերցրել այդ նամակները։ Եվ ավելի կարևոր, ինչ էր թաքցնում այդ նամակների բովանդակությունը, որ դրանք պետք է անհետանային նույնիսկ Սեդայի անձնական արխիվից։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել Սեդային այս մասին, նա արդեն Ֆրանսիայում էր, նրա պատասխանը եղավ լռություն, որը տեց տասնամյակներ։ Մոնթե Մելքոնյանը չէր պարզապես ազատամարտիկ։ Նա էր լեգենդ, որը ծնվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սովորել էր լավագույն համալսարաններում, խոսում էր 7 լեզու, կարող էր ունենալ փայլուն կարիերա ցանկացած երկրում։ Բայց 1991 թվականին, երբ Հայաստանը պայքարում էր իր գոյության համար, Մոնթեն ընտրեց ճանապարհ, որը տանում էր դեպի Արցախի լեռները։ Նրա ընտանիքը, հայրը Չարլզը, մայրը Զաբելը, փորձեցին նրան կասեցնել։ Նրանք գիտեին, որ պատերազմը չէր ներում նույնիսկ ամենաճարպիկներին։ Բայց Մոնթեն ուներ մի բան, որը նրան դարձնում էր տարբեր մյուս կամավորներից։ Նա ուներ տեսլական։ Նա հավատում էր, որ Հայաստանը կարող է դառնալ ազատ, անկախ, ժողովրդավարական երկիր։ Եվ այդ տեսլականի համար նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ։ Բայց ինչպես մի մարդ, ով ծնվել էր Կալիֆոռնիայի արոտ փողոցներում, վերածվեց Արցախի լեռների հերոսի։ Պատասխանը սկսվում է 1970 թվականներից, երբ փոքրիկ Մոնթեն առաջին անգամ լսեց հայոց ցեղասպանության պատմությունները իր տատիկի բերանից։ Այդ պատմությունները չէին պարզապես անցյալի դասեր։ Դրանք էին ցավ, որը փոխանցվում էր սերնդից սերունդ։ Մոնթեի տատիկը, Արսինեն, փրկվել էր ցեղասպանությունից հրաշքով։ Նա տեսել էր, թե ինչպես են նրա ընտանիքի անդամները մեկը մյուսի հետից անհետանում։ Եվ երբ նա պատմում էր այդ մասին փոքրիկ Մոնթեին, նրա ձայնը դողում էր, բայց աչքերը լի էին վճռականությամբ։ Երբեք մի մոռացիր, ով ես դու, ասում էր նա։ Եվ Մոնթեն երբեք չմոռացավ։ 1986 թվականին, երբ Մոնթեն 26 տարեկան էր, նա արդեն ուներ 2 համալսարանական կրթություն, աշխատում էր միջազգային կազմակերպությունում։ Նրա ընկերները կարծում էին, որ նա կդառնա դիվանագետ կամ պրոֆեսոր։ Բայց Մոնթեն ուներ այլ պլաններ։ Նա սկսեց ուսումնասիրել ռազմական ռազմավարություն, զենքեր, մարտական տակտիկա։ Նրա սենյակում Բերքլի համալսարանի քոլեջում պատերին կախված էին Արցախի քարտեզներ, որոնց վրա նշված էին ռազմավարական կետեր։ Ընկերները կատակում էին, որ Մոնթեն պատրաստվում է պատերազմի։ Բայց դա կատակ չէր։ Մոնթեն իսկապես պատրաստվում էր։ Նա գիտեր, որ Հայաստանին շուտով կպետք է նրա նման մարդիկ։ Եվ նա ուզում էր պատրաստ լինել։ Բայց ինչպես մի ամերիկացի երիտասարդ, ով երբեք չէր ապրել Հայաստանում, կարող էր այդքան խորը զգալ կապ այդ երկրի հետ։ Պատասխանը կայանում է Մոնթեի ընտանիքի պատմության մեջ։ Նրա հայրը, Չարլզ Մելքոնյանը, փախել էր Թուրքիայից դեռս երեխա հասակում։ Նրա ընտանիքը կորցրել էր ամեն ինչ՝ տունը, հողը, հարազատներին։ Եվ երբ Չարլզը հասավ Ամերիկա, նա երդվեց, որ իր որդիները երբեք չեն մոռանա, թե որտեղից են եկել։ Մոնթեն աճեց այդ երդման ստվերում։ Նրա մանկությունը լի էր հայկական երգերով, պատմություններով, լեզվով։ Բայց ամենակարևորը, նա աճեց գիտակցությամբ, որ նրա ժողովուրդը դեռս պայքարում է գոյության համար։ 1991 թվականի գարնանը Մոնթեն կայացրեց որոշում, որը փոխեց նրա կյանքը ընդմիշտ։ Նա վաճառեց իր ամեն ինչը, հրաժեշտ տվեց ընտանիքին, ընկերներին, գնաց Հայաստան։ Նրա ծնողները լացում էին, երբ նա հեռանում էր։ Նրանք գիտեին, որ Մոնթեն գնում է պատերազմ, չգիտեին արդյոք երբեք կտեսնեն նրան։ Բայց Մոնթեն ուներ հավատ։ Նա հավատում էր, որ Հայաստանը կարող է հաղթել, եթե ունենա բավարար վճռական մարդիկ։ Եվ նա ուզում էր լինել այդ մարդկանցից մեկը։ Երբ նա առաջին անգամ ոտք դրեց Երանի օդանավակայանում, նա զգաց, որ վերադարձել է տուն։ Թե նա երբեք չէր ապրել այստեղ, այս հողը զգացվում էր ծանոթ, կարծես նրա նախնիները կանչում էին նրան։
Բայց Հայաստանը, որը Մոնթեն գտավ, չէր այն երազանքային երկիրը, որի մասին նա կարդացել էր գրքերում։ Երկիրը պատերազմի մեջ էր։ Արցախը պայքարում էր անկախության համար, Ադրբեջանը օգտագործում էր ամեն միջոց, ճնշելու այդ պայքարը։ Հայաստանի բանակը դեռս ձավորման փուլում էր։ Զենքը քիչ էր, փորձառությունը դեռ ավելի քիչ։ Բայց ոգին անկոտրում էր։ Մոնթեն տեսավ երիտասարդների, ովքեր առանց պատշաճ պատրաստության գնում էին ճակատ։ Նա տեսավ ընտանիքներ, որոնք կորցնում էին իրենց որդիներին, եղբայրներին, հայրերին։ Եվ նա հասկացավ, որ եթե ուզում է իսկապես օգնել, նա պետք է դառնա ավելին, քան պարզապես կամավոր։ Նա պետք է դառնար հրամանատար։ Մոնթեի առաջին օրերը Արցախում էին դժվար։ Նա չէր խոսում լավ հայերեն, թե հասկանում էր։ Զինվորները նայում էին նրան կասկածանքով։ Ո՞վ էր այս ամերիկացին, որը եկել էր ասելու իրենց, թե ինչպես պատերազմել։ Բայց Մոնթեն արագ ապացուցեց իր արժանիքը։ Նա ցույց տվեց, որ իմանում է ռազմավարություն, տակտիկա, զենքերի օգտագործում։ Նա ցույց տվեց, որ պատրաստ է կանգնել առաջին շարքում, ռիսկելու իր կյանքը հենց այնպես, ինչպես մյուսները։ Եվ ամենակարևորը, նա ցույց տվեց, որ իսկապես հոգում է Հայաստանի ու Արցախի ապագան։ Դա չէր պարզապես արկածախնդրություն նրա համար։ Դա էր առաքելություն։ 1991 թվականի ամռանը Մոնթեն արդեն հրամանատարում էր փոքր ջոկատի։ Նրա տակ էին 30 զինվոր, որոնցից շատերը նրանից երիտասարդ էին։ Նրանք կոչում էին նրան Ավո հայկական սիրո անունով, որը նշանակում էր, որ նրանք ընդունել էին նրան որպես իրենց։ Մոնթեն սովորեցրեց իր զինվորներին, թե ինչպես շարժվել լեռներում, ինչպես կազմակերպել դարան, ինչպես փրկել վիրավորներին մարտի դաշտից։ Բայց ամենակարևորը, նա սովորեցրեց նրանց, թե ինչպես մտածել։ Պատերազմը չի հաղթում ուժով, ասում էր նա։ Պատերազմը հաղթում են խելքով։ Եվ նրա զինվորները սովորեցին մտածել։ Բայց Մոնթեի կյանքում մի բան բացակայում էր։ Նա ապրում էր պատերազմի մեջ, բայց նրա սիրտը փնտրում էր խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը նա գտավ Սեդա Հարությունյանի դեմքում։ Սեդան ուսուցչուհի էր Ստեփանակերտում։ Նա աշխատում էր դպրոցում, որտեղ սովորեցնում էր երեխաներին նույնիսկ այն օրերին, երբ հրետանին հարվածում էր քաղաքը։ Մոնթեն առաջին անգամ տեսավ նրան 1991 թվականի աշնանը, երբ եկավ դպրոց խոսելու երեխաների հետ անվտանգության մասին։ Սեդան կանգնած էր դասարանում, շրջապատված 30 երեխայով, ովքեր նայում էին նրան այնպիսի վստահությամբ, կարծես նա կարող էր պաշտպանել նրանց ամեն վտանգից։ Եվ այդ պահին Մոնթեն հասկացավ, որ սիրահարվել է։ Սեդան չէր սովորական կին։ Նա ծնվել էր Ստեփանակերտում, աճել էր Արցախի լեռների ստվերում, գիտեր, թե ինչ նշանակում է պայքարել գոյության համար։ Նրա ընտանիքը կորցրել էր ամեն ինչ 1991 թվականի ձմռանը, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին նրանց գյուղի վրա։ Սեդան փրկվեց միայն նրա համար, որ այդ օրը դպրոցում էր։ Բայց նրա ծնողները, եղբայրը, քույրը չհասցրեցին փախչել։ Այդ օրվանից Սեդան երդվեց, որ կապրի նրանց համար, ովքեր չկարողացան ապրել։ Եվ երբ նա հանդիպեց Մոնթեին, նա տեսավ նրա մեջ նույն վճռականությունը, որը ուներ ինքը։ Մոնթեի Սեդայի սերը ծաղկեց պատերազմի մեջ։ Նրանք հանդիպում էին հազվադեպ, երբ Մոնթեն վերադառնում էր ճակատից։ Նրանց հանդիպումները կարճ էին, բայց լի խորությամբ։ Նրանք խոսում էին ապագայի մասին, այն ապագայի, երբ պատերազմը կավարտվի, նրանք կկարողանան ապրել նորմալ կյանք։ Մոնթեն երազում էր տուն կառուցել Արցախի լեռներում, որտեղ նրանք կկարողանային մեծացնել երեխաներ։ Սեդան երազում էր վերադառնալ դասավանդման, բայց այս անգամ ազատ երկրում։ Նրանց երազանքները պարզ էին, բայց այդ պարզության մեջ կար անսահման գեղեցկություն։ 1991 թվականի դեկտեմբերին Մոնթեն Սեդան ամուսնացան։ Հարսանիքը եղավ Ստեփանակերտի փոքրիկ եկեղեցում, որը վնասվել էր հրետանու կրակից, բայց դեռս կանգուն էր։ Հյուրերը քիչ էին, մի քանի զինվոր, մի քանի ուսուցիչ, Սեդայի մի քանի ընկերներ։ Չկար շքեղություն, չկային ծաղիկներ, չկար երաժշտություն։ Բայց կար սեր։ Եվ այդ սերը լցնում էր եկեղեցին ավելի շատ, քան ցանկացած շքեղություն կարող էր անել։ Երբ Մոնթեն Սեդան փոխանակեցին իրենց երդումները, նրանք գիտեին, որ այդ երդումները կարող են լինել կարճատ։ Պատերազմը չէր ներում երկար ապագա պլանավորել։ Բայց նրանք երդվեցին միմյանց սիրել այնքան ժամանակ, որքան Աստված նրանց տա։ Հարսանիքից հետո Մոնթեն վերադարձավ ճակատ։
Սեդան մնաց Ստեփանակերտում, շարունակելով դասավանդել։ Նրանք գրում էին միմյանց նամակներ, երբ հնարավոր էր։ Այդ նամակները լի էին սիրով, հույսով, երազանքներով։ Բայց դրանք լի էին վախով։ Մոնթեն գիտեր, որ ամեն օր կարող էր լինել նրա վերջինը։ Սեդան գիտեր, որ ամեն անգամ, երբ լսում էր հրետանու ձայնը, դա կարող էր նշանակել, որ Մոնթեն այլևս չկա։ Բայց նրանք շարունակեցին հավատալ։ Նրանք հավատացին, որ սերը ավելի ուժեղ է մահից։ 1992 թվականի գարնանը Մոնթեն դարձավ ազգային հերոս։ Նրա ջոկատը մասնակցեց մի քանի կարևոր ռազմական գործողությունների, որոնք փոխեցին պատերազմի ընթացքը։ Նրա անունը հայտնի դարձավ ամբողջ Հայաստանում, Արցախում։ Մարդիկ խոսում էին նրա մասին որպես լեգենդի։ Բայց Մոնթեն չէր փնտրում փառք։ Նա փնտրում էր հաղթանակ։ Եվ նա գիտեր, որ հաղթանակը դեռ հեռու էր։ Ադրբեջանը չէր հանձնվելու հեշտությամբ։ Պատերազմը կարող էր տել տարիներ։ Եվ Մոնթեն պատրաստ էր պայքարել այնքան, որքան պետք է։ Բայց 1992 թվականի ամռանը ինչ-որ բան փոխվեց։ Մոնթեն սկսեց ստանալ սպառնալիքներ։ Անանուն նամակներ, որոնք նախազգուշացնում էին նրան հեռանալ Հայաստանից։ Հեռախոսազանգեր, որոնք ասում էին, որ նրա ընտանիքը վտանգի մեջ է։ Մոնթեն չտվեց այդ սպառնալիքներին մեծ նշանակություն։ Նա մտածեց, որ դրանք պարզապես հոգեբանական պատերազմի մաս են։ Բայց Սեդան անհանգստացավ։ Նա սկսեց նկատել, որ ինչ-որ մեկը հետում է նրան։ Անծանոթ մարդիկ, ովքեր կանգնում էին նրա տան մոտ։ Մեքենաներ, որոնք դանդաղ անցնում էին նրա դպրոցի կողքով։ Սեդան ասաց Մոնթեին, բայց նա հանգստացրեց նրան։ Մենք անվտանգ ենք, ասաց նա։ Ես երբեք չեմ թույլ տա, որ քեզ ինչ-որ բան պատահի։ Բայց Մոնթեն չէր կարող պաշտպանել Սեդային, երբ ինքը ճակատում էր։ Եվ 1992 թվականի սեպտեմբերին, երբ Մոնթեն մասնակցում էր հերթական ռազմական գործողությանը, Սեդան ստացավ այց։ Երկու մարդ եկան նրա տուն, ուշ երեկոյան։ Նրանք ասացին, որ եկել են Մոնթեի կողմից։ Սեդան չհավատաց նրանց։ Նա փորձեց փակել դուռը, բայց նրանք ուժով մտան ներս։ Նրանք չվնասեցին նրան, բայց նրանք թողեցին հաղորդագրություն։ Նրանք ասացին, որ եթե Մոնթեն չհեռանա Հայաստանից, Սեդան կվտանգվի։ Նրանք ասացին, որ դա վերջին նախազգուշացումն է։ Եվ հետո նրանք հեռացան, թողնելով Սեդային դողացող վախեցած։ Երբ Մոնթեն վերադարձավ, իմացավ այս մասին, նա զայրացավ։ Նա ուզում էր գտնել այդ մարդկանց, պատժել նրանց։ Բայց Սեդան խնդրեց նրան չանել դա։ Նա ասաց, որ դա միայն կվատացնի իրավիճակը։ Նա ասաց, որ նրանք պետք է լինեն զգույշ, բայց չվախենալ։ Մոնթեն համաձայնեց, բայց նա սկսեց վերանայել իր անվտանգության միջոցները։ Նա սկսեց ավելի հաճախ ստուգել իր շրջապատը։ Նա սկսեց վստահել ավելի քիչ մարդկանց։ Բայց նա չկարողացավ կանխել այն, ինչ պատահելու էր։ 1993 թվականի ապրիլին Մոնթեն մասնակցեց գործողության, որը պետք է լիներ սովորական հետախուզություն։ Նրա ջոկատը պետք է ստուգեր մի տարածք, որտեղ կասկածվում էր թշնամու ներկայություն։ Բայց երբ նրանք հասան այնտեղ, նրանք ընկան դարանի մեջ։ Կրակոցները եկան բոլոր կողմերից։ Մոնթեի զինվորները փորձեցին պաշտպանվել, բայց նրանք շրջապատված էին։ Մոնթեն հրամայեց իր մարդկանց նահանջել, բայց նա ինքը մնաց ծածկելու նրանց նահանջը։ Նա կրակում էր, տեղափոխվում էր, կրակում էր կրկին։ Բայց հետո մի գնդակ հարվածեց նրան։ Նա ընկավ, բայց դեռ շարունակեց կրակել։ Նրա զինվորները փորձեցին վերադառնալ նրան փրկելու, բայց Մոնթեն հրամայեց նրան շարունակել նահանջել։ Փրկեք ձեզ, գոչեց նա։ Դա հրաման է։ Երբ կրակոցները դադարեցին, Մոնթեի զինվորները վերադարձան գտնելու նրան։ Նրանք գտան նրան անշարժ, բայց դեռ շնչող։ Նրանք տարան նրան հիվանդանոց, բայց արդեն ուշ էր։ Մոնթե Մելքոնյանը մահացավ 1993 թվականի հունիսի 13-ին, 35 տարեկան հասակում։ Նրա մահը ցնցեց ամբողջ Հայաստանը, Արցախը։ Հազարավոր մարդիկ եկան նրա թաղմանը։ Նրանք լացում էին, աղոթում էին, երգում էին։ Նրանք գիտեին, որ կորցրել են հերոս, լեգենդ, մարդ, ով տվեց իր կյանքը իրենց համար։ Բայց Սեդայի համար Մոնթեի մահը ավելին էր, քան ազգային ողբերգություն։ Դա էր անձնական աղետ։
Նա կորցրել էր իր ամուսնուն, իր սերը, իր ապագան։ Երբ նրան ասացին Մոնթեի մահվան մասին, նա չլաց։ Նա պարզապես նստեց լռությամբ, նայելով դատարկ պատին։ Նրա ընկերները փորձեցին մխիթարել նրան, բայց նա չէր լսում։ Նա էր մեկ այլ տեղ, մի տեղ, որտեղ Մոնթեն դեռ կենդանի էր, որտեղ նրանք դեռ ունեին ապագա։ Բայց իրականությունը դաժան էր։ Մոնթեն այլս չկար, Սեդան պետք է սովորեր ապրել առանց նրա։ Թաղումից հետո Սեդան փակվեց իր տանը։ Նա չէր ուզում տեսնել ոչ ոքի, չէր ուզում խոսել ոչ ոքի հետ։ Նրա ընկերները անհանգստանում էին նրա համար։ Նրանք փորձում էին այցելել նրան, բայց նա չէր բացում դուռը։ Նա ապրում էր իր ցավի մեջ, մեկուսացած աշխարհից։ Բայց հետո, մի ամիս անց, ինչ-որ բան փոխվեց։ Սեդան սկսեց պատրաստվել մեկնելու։ Նա սկսեց փաթեթավորել իր իրերը, վաճառել իր կահույքը, փակել իր բանկային հաշիվները։ Նրա ընկերները հարցրին նրան, թե ինչու է դա անում, բայց նա չպատասխանեց։ Նա պարզապես ասաց, որ պետք է հեռանա։ 1993 թվականի օգոստոսին Սեդա Մելքոնյանը հեռացավ Հայաստանից։ Նա չասաց ոչ ոքի, թե ուր է գնում։ Նա չասաց ոչ ոքի, թե ինչու է գնում։ Նա պարզապես անհետացավ։ Նրա ընկերները փորձեցին գտնել նրան, բայց նա չէր ուզում, որ գտնեն։ Նա փոխեց իր անունը, փոխեց իր արտաքինը, փոխեց իր կյանքը։ Նա դարձավ ուրվական կին, ով փախել էր իր անցյալից։ Բայց ինչու՞։ Ինչի՞ց էր նա փախչում։ Արդյոք դա պարզապես ցավն էր, որը չէր կարող տանել։ Թե կար ինչ-որ այլ բան, ինչ-որ ավելի մութ, ինչ-որ ավելի վտանգավոր։ 35 տարի անց, երբ լրագրողները վերջապես գտան Սեդա Մելքոնյանին Փարիզում, նրանք սպասում էին հանդիպել կոտրված կնոջ, ով դեռս ողբում էր իր ամուսնուն։ Բայց այն, ինչ նրանք գտան, ավելի բարդ էր։ Սեդան ապրում էր փոքրիկ բնակարանում Մարեի թաղամասում, աշխատում էր որպես թարգմանիչ, ուներ նոր անուն։ Նա այլս չէր Սեդա Մելքոնյան։ Նա էր Սոֆի Դյուպոն, ֆրանսիացի կին, ով ուներ հայկական արմատներ, բայց ոչ մի կապ Հայաստանի հետ։ Երբ լրագրողները ներկայացան իրենց ասացին, որ ուզում են խոսել Մոնթեի մասին, Սեդան նախ շղթեց, որ ճանաչում է այդ անունը։ Բայց երբ նրանք ցույց տվեցին հին լուսանկարներ, նրա դեմքը գունատվեց, նա հրավիրեց նրանց ներս։ Այն, ինչ նա պատմեց նրանց այդ օրը, հրապարակվեց միայն մասամբ։ Մնացածը մնաց գաղտնի մինչ հիմա։ Սեդան սկսեց իր պատմությունը ոչ թե Մոնթեի մահից, այլ նրանից 3 ամիս առաջ։ 1993 թվականի մարտին Մոնթեն եկավ տուն անսովոր լարված։ Նա ասաց Սեդային, որ պետք է նրան ինչ-որ բան ասի, բայց նա չէր կարող դա անել հանրային տեղում։ Նրանք գնացին քայլելու Ստեփանակերտի արվարձաններ, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց։ Եվ այնտեղ Մոնթեն պատմեց Սեդային մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա ասաց, որ իմացել է մի գաղտնիք, որը կարող էր վտանգավոր լինել ոչ միայն նրա համար, այլ Սեդայի համար։ Նա ասաց, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ այդ գաղտնիքը հրապարակվի։ Եվ նա ասաց, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, Սեդան պետք է անմիջապես հեռանա Հայաստանից։ Սեդան հարցրեց նրան, թե ինչ գաղտնիք է դա, բայց Մոնթեն ժխտվեց ասել։ Նա ասաց, որ որքան քիչ Սեդան գիտի, այնքան ավելի անվտանգ կլինի նա։ Բայց նա տվեց նրան մի ծրար, փակված կնքված։ Նա ասաց, որ այդ ծրարի մեջ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն, ինչ նա իմացել է։ Եվ նա ասաց, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, Սեդան պետք է տանի այդ ծրարը անվտանգ տեղ երբեք չբացի այն, քանի դեռ չզգա, որ անվտանգ է։ Սեդան վախեցավ։ Նա հարցրեց Մոնթեին, թե արդյոք նա վտանգի մեջ է, բայց Մոնթեն հանգստացրեց նրան։ Նա ասաց, որ ամեն ինչ կարգին կլինի, որ նա պարզապես ուզում է լինել զգույշ։ Բայց Սեդան տեսավ նրա աչքերում վախը։ Եվ նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ 3 ամիս անց Մոնթեն մահացավ։ Եվ Սեդան հիշեց նրա խոսքերը։ Նա վերցրեց ծրարը, որը Մոնթեն տվել էր նրան, թաքցրեց այն իր տանը։ Նա չբացեց այն, ինչպես Մոնթեն խնդրել էր։ Բայց նա գիտեր, որ այդ ծրարը կարոր է։ Եվ նա գիտեր, որ եթե սխալ մարդիկ իմանան դրա մասին, նա կվտանգվի։ Թաղումից հետո Սեդան սկսեց նկատել, որ ինչ-որ մեկը հետում է նրան։ Նույն անծանոթ մարդիկ, որոնք հայտնվել էին նախքան Մոնթեի մահը, հիմա կրկին էին այնտեղ։ Նրանք չէին մոտենում նրան, բայց նրանք միշտ էին այնտեղ, փողոցում, խանութում, նույնիսկ նրա տան մոտ։
Սեդան հասկացավ, որ Մոնթեն ճիշտ էր։ Նա վտանգի մեջ էր։ Մի գիշեր, երբ Սեդան վերադառնում էր տուն, նա նկատեց, որ նրա դուռը բաց է։ Նա չէր թողել այն բաց։ Նա զգույշ մտավ ներս տեսավ, որ նրա տունը խուզարկվել է։ Ամեն ինչ շրջված էր, բացված էր, ստուգված էր։ Բայց ծրարը, որը Մոնթեն տվել էր նրան, դեռ այնտեղ էր, թաքնված այն տեղում, որտեղ Սեդան թողել էր այն։ Նա վերցրեց ծրարը, անմիջապես հեռացավ տնից։ Նա գիտեր, որ չի կարող մնալ այլս։ Նա գիտեր, որ պետք է հեռանա, ինչպես Մոնթեն ասել էր։ Բայց նա չէր կարող պարզապես հեռանալ։ Նա պետք է պլանավորեր իր փախուստը զգույշ, որպեսզի ոչ ոք չիմանար, թե ուր է գնում։ Հաջորդ 2 շաբաթվա ընթացքում Սեդան պատրաստվեց իր մեկնելուն։ Նա վաճառեց իր ամեն ինչը, բայց արեց դա դանդաղ, որպեսզի չառաջացնի կասկած։ Նա ասաց իր ընկերներին, որ պլանավորում է տեղափոխվել Երան, բայց իրականում նա պլանավորում էր հեռանալ երկրից։ Նա ստացավ կեղծ փաստաթղթեր, օգնությամբ մի ընկերոջ, ով աշխատում էր կառավարությունում։ Նա փոխեց իր արտաքինը, կտրեց իր մազերը, փոխեց իր հագուստը, սկսեց գրել ակնոցներ։ Եվ հետո, մի գիշեր, երբ ոչ ոք չէր սպասում, նա հեռացավ։ Նա վերցրեց միայն մի փոքր ճամպրուկ, որի մեջ էին նրա ամենակարևոր իրերը, ծրարը, որը Մոնթեն տվել էր նրան։ Եվ նա գնաց դեպի սահման։ Սեդայի ճանապարհը դեպի Ֆրանսիա եղավ երկար վտանգավոր։ Նա չէր կարող օգտագործել ուղիղ թռիչք, քանի որ վախենում էր, որ նրան կհետեն։ Փոխարենը նա ճանապարհորդեց ցամաքով, անցնելով Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, վերջապես հասնելով Իտալիա։ Ամեն երկրում նա մնում էր միայն մի քանի օր, փոխում էր իր անունը, փոխում էր իր արտաքինը։ Նա ապրում էր վախի մեջ, միշտ նայելով իր ետից, միշտ սպասելով, որ ինչ-որ մեկը կհայտնվի, կասի, որ գտել է նրան։ Բայց ոչ ոք չհայտնվեց։ Եվ երբ նա վերջապես հասավ Փարիզ, նա զգաց, որ կարող է շնչել կրկին։ Փարիզում Սեդան ստեղծեց նոր կյանք։ Նա վերցրեց նոր անուն, Սոֆի Դյուպոն, սկսեց աշխատել որպես թարգմանիչ։ Նա չխոսեց ոչ ոքի հետ իր անցյալի մասին։ Նա չպատմեց ոչ ոքի Մոնթեի մասին։ Նա ապրեց լուռ, մեկուսացած կյանք, միշտ վախենալով, որ նրա անցյալը կգտնի նրան։ Բայց ծրարը, որը Մոնթեն տվել էր նրան, նա պահեց։ Նա երբեք չբացեց այն, ինչպես Մոնթեն խնդրել էր։ Բայց նա գիտեր, որ այն կարոր է։ Եվ նա գիտեր, որ մի օր, երբ անվտանգ կզգա, նա կբացի այն, կիմանա, թե ինչ գաղտնիք էր Մոնթեն իմացել։ Երբ լրագրողները հարցրին Սեդային, թե արդյոք նա երբ է բացել է ծրարը, նա լռեց։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Նա ասաց, որ կան բաներ, որոնք ավելի լավ է մնան գաղտնի։ Նա ասաց, որ Մոնթեի մահը չէր պարզապես պատերազմի ողբերգություն։ Դա էր ինչ-որ ավելի բարդ, ինչ-որ ավելի մութ։ Եվ նա ասաց, որ եթե ճշմարտությունը երբե հրապարակվի, դա կփոխի ամեն ինչ, ինչ մարդիկ կարծում են, որ գիտեն Մոնթեի մասին։ Բայց նա չասաց, թե ինչ է այդ ճշմարտությունը։ Նա պարզապես ասաց, որ դեռ չէ ժամանակը։ Լրագրողները հեռացան Սեդայի բնակարանից ավելի շատ հարցերով, քան պատասխաններով։ Նրանք փորձեցին հետաքննել Սեդայի պատմությունը, բայց նրանք հարվածեցին պատին։ Բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Մոնթեի վերջին ամիսներին, կամ կորել էին, կամ դասակարգված էին որպես գաղտնի։ Բոլոր մարդիկը, ովքեր կարող էին ինչ-որ բան իմանալ, կամ մահացել էին, կամ հրաժարվում էին խոսել։ Եվ Սեդան ինքը անհետացավ կրկին, այս անգամ ավելի խորը, ավելի լավ թաքնված։ Լրագրողները երբեք չկարողացան գտնել նրան կրկին։ Բայց նրանք թողեցին մի հարց, որը դեռ պատասխան չունի։ Ինչ էր այդ ծրարի մեջ։ Ինչ գաղտնիք էր Մոնթեն իմացել։ Եվ ինչու էր այդ գաղտնիքը այնքան վտանգավոր, որ Սեդան ստիպված էր փախչել իր հայրենիքից, ապրել թաքնված 35 տարի։ 1993 թվականի հունիսի 13-ի առավոտյան, երբ Մոնթե Մելքոնյանի մարմինը տեղափոխվեց Երան, օդանավակայանում սպասում էր մի անծանոթ մարդ։ Նա չէր ներկայացել որպես պաշտոնական անձ, չէր կրում համազգեստ, ոչ ոք չգիտեր, թե ով է նա։ Բայց երբ Մոնթեի դագաղը իջեցվեց ինքնաթիռից, այդ մարդը մոտեցավ, խոսեց մի քանի րոպե Մոնթեի ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին Ամերիկայից։ Ականատեսները ասում են, որ այդ մարդը տվեց Մոնթեի եղբորը, Մոնթե Ջունիորին, մի փոքր ծրար, ասաց մի բան, որը ստիպեց Մոնթե Ջունիորին գունատվել։ Հետո այդ մարդը հեռացավ, ոչ ոք երբեք չտեսավ նրան կրկին։ Ո՞վ էր այդ մարդը։
Ինչ էր այդ ծրարի մեջ։ Եվ ինչ ասաց նա Մոնթե Ջունիորին, որը ստիպեց նրան այդպես արձագանքել։ Մոնթե Ջունիորը երբեք չխոսեց այդ մասին հրապարակայնորեն, բայց նրա մերձավոր ընկերները ասում են, որ այդ օրվանից նա փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի զգույշ, ավելի կասկածամիտ։ Այդ անծանոթ այցելուի պատմությունը միայն մի օղակ է մի ավելի մեծ առեղծվածի մեջ, որը շրջապատում է Մոնթե Մելքոնյանի մահը։ Պաշտոնական տարբերակը պարզ է. Մոնթեն զոհվեց մարտական գործողության ժամանակ, երբ նրա ջոկատը ընկավ դարանի մեջ։ Բայց կան մարդիկ, ովքեր հավատում են, որ ճշմարտությունը ավելի բարդ է։ Նրանք ասում են, որ Մոնթեն իմացել էր ինչ-որ բան, որը վտանգավոր էր հզոր մարդկանց համար։ Նրանք ասում են, որ նրա մահը չէր պատահական։ Նրանք ասում են, որ նա նպատակաբանորեն ուղարկվեց այն գործողության, որտեղ նա զոհվեց։ Բայց ով կուզեր սպանել Մոնթե Մելքոնյանին։ Եվ ինչու՞։ Պատասխանը կարող է կայանալ այն գաղտնիքի մեջ, որի մասին Մոնթեն ասել էր Սեդային։ Ըստ Սեդայի պատմության, Մոնթեն իմացել էր մի բան, որը կարող էր վտանգավոր լինել ոչ միայն նրա համար, այլ ողջ Հայաստանի համար։ Բայց ինչ կարող էր լինել այդ գաղտնիքը։ Մի տարբերակ, որը հաճախ քննարկվում է, վերաբերում է Արցախյան պատերազմի ֆինանսավորմանը։ 1990-րդ թվականների սկզբին Հայաստանը Արցախը ստանում էին զենք ֆինանսական օգնություն տարբեր աղբյուրներից։ Մի մասը գալիս էր Սփյուռքից, մի մասը դաշնակից երկրներից, մի մասը ավելի մութ աղբյուրներից։ Կային լուրեր, որ որոշ հայ հրամանատարներ ներգրավված էին ապօրինի զենքի արտրի մեջ, որը ֆինանսավորում էր պատերազմը, բայց նա հարստացնում էր որոշ անհատների։ Մոնթեն, որպես բարձրաստիճան հրամանատար, ուներ մուտք զգայուն տեղեկատվության։ Նա տեսնում էր, թե որտեղից են գալիս զենքերը, ով է վերահսկում դրանց բաշխումը, ով է շահույթ ստանում դրանից։ Եվ եթե նա տեսավ ինչ-որ բան, որը սխալ էր, ինչ-որ բան, որը վնասում էր Հայաստանի շահերին, նա կարող էր որոշել խոսել դրա մասին։ Բայց խոսելը կարող էր վտանգավոր լինել։ Մարդիկ, ովքեր շահույթ էին ստանում այդ համակարգից, չէին ուզում, որ ճշմարտությունը հրապարակվի։ Եվ նրանք կարող էին անել ամեն ինչ՝ լռեցնելու Մոնթեին։ Մեկ այլ տարբերակ վերաբերում է Մոնթեի քաղաքական տեսակետներին։ Մոնթեն ոչ միայն զինվորական էր, այլ քաղաքական մտածող։ Նա ուներ տեսլական Հայաստանի ապագայի համար, ժողովրդավարական, անկախ, արդարացի երկիր։ Բայց ոչ բոլորը կիսում էին այդ տեսլականը։ Կային մարդիկ, ովքեր ուզում էին, որ Հայաստանը մնա ավտորիտար, որտեղ իշխանությունը կենտրոնացված է մի քանի ձեռքերում։ Եվ Մոնթեի ազդեցությունը, նրա հանրաճանաչությունը, նրա ունակությունը ոգեշնչել մարդկանց կարող էր սպառնալիք լինել այդ մարդկանց համար։ Եթե Մոնթեն վերադառնար պատերազմից որպես հերոս որոշեր մտնել քաղաքականություն, նա կարող էր դառնալ հզոր ուժ, որը կարող էր փոխել Հայաստանի ուղղությունը։ Բայց եթե նա մահանար պատերազմում, նա կդառնար լեգենդ, բայց ոչ սպառնալիք։ Երրորդ տարբերակը, որը ավելի քիչ է քննարկվում, բայց ոչ պակաս հետաքրքիր, վերաբերում է Մոնթեի միջազգային կապերին։ Մինչ գալը Հայաստան, Մոնթեն ապրել էր, աշխատել էր տարբեր երկրներում։ Նա ուներ կապեր տարբեր կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսը համարվում էին վիճելի։ Կային լուրեր, որ Մոնթեն աշխատել էր հետախուզական ծառայությունների հետ, թե դա երբեք չի հաստատվել։ Եթե Մոնթեն իսկապես ուներ այդպիսի կապեր, եթե նա իմացել էր ինչ-որ բան, որը վտանգավոր էր այդ ծառայությունների համար, նա կարող էր դառնալ թիրախ։ Միջազգային հետախուզությունը չի ներում նրանց, ովքեր բացահայտում են գաղտնիքներ։ Բայց անկախ նրանից, թե որ տարբերակն է ճիշտ, մի բան հստակ է՝ Մոնթե Մելքոնյանի մահը թողեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Եվ Սեդա Մելքոնյանի փախուստը միայն խորացրեց այդ առեղծվածը։ Ինչու էր նա այդքան վախեցած։ Ինչ էր նա գիտում, որը ստիպեց նրան հեռանալ իր հայրենիքից ապրել թաքնված 35 տարի։ Եվ ամենակարևորը, ինչ է այդ ծրարի մեջ, որը Մոնթեն տվել էր նրան, որը նա դեռ պահում է։ 1993 թվականից ի վեր բազմաթիվ լրագրողներ, հետաքննողներ, պատմաբաններ փորձել են լուծել Մոնթե Մելքոնյանի մահվան առեղծվածը։ Նրանք հարցազրույցներ են վերցրել նրա ընկերներից, ընտանիքի անդամներից, զինակիցներից։ Նրանք ուսումնասիրել են զինվորական փաստաթղթեր, հետախուզական զեկույցներ, անձնական նամակներ։ Բայց ամեն անգամ, երբ նրանք կարծում են, որ մոտենում են ճշմարտությանը, նրանք հարվածում են պատին։ Փաստաթղթերը կորած են, վկաները լռում են, ճշմարտությունը մնում է թաքնված։ Բայց կա մի մարդ, ով գիտի ճշմարտությունը։ Սեդա Մելքոնյանը, որտեղ էլ որ նա լինի, պահում է այն գաղտնիքը, որը Մոնթեն վստահել է նրան։
Նա պահում է այն ծրարը, որը կարող է բացահայտել ամեն ինչ։ Բայց նա լռում է։ Նա լռում է, քանի որ վախենում է։ Նա լռում է, քանի որ գիտե, որ ճշմարտությունը կարող է վտանգավոր լինել ոչ միայն նրա համար, այլ մյուսների համար։ Նա լռում է, քանի որ Մոնթեն խնդրել է նրան լռել, մինչ ժամանակը չգա։ Բայց երբ կգա այդ ժամանակը։ Երբ կզգա Սեդան բավականաչափ անվտանգ, որպեսզի բացահայտի այն, ինչ գիտե։ Երբ կբացվի այդ ծրարը, երբ կիմանանք, թե ինչ գաղտնիք էր Մոնթե Մելքոնյանը իմացել։ Թերս երբեք։ Թերս Սեդան տանի այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ Թերս մենք երբեք չիմանանք ճշմարտությունը Մոնթեի մահվան մասին։ Բայց մի բան հստակ է, այդ ճշմարտությունը կարևոր է։ Այն կարևոր է Մոնթեի հիշատակի համար, կարևոր է Սեդայի համար, կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարությանը։ Եվ այսպես, առեղծվածը շարունակվում է։ Մոնթե Մելքոնյանի մահը մնում է չլուծված հանելուկ, որը հետապնդում է Հայաստանի պատմությունը։ Սեդա Մելքոնյանի փախուստը մնում է անբացատրելի գործողություն, որը հարուցում է հարցեր։ Եվ այդ ծրարը, որը Մոնթեն տվել էր Սեդային, մնում է փակ, պահպանելով իր գաղտնիքները։ Բայց թերս մի օր, երբ ժամանակը գա, երբ վտանգը անցնի, երբ ճշմարտությունը կարող է ասվել առանց վախի, Սեդան կբացի այդ ծրարը։ Եվ այդ օրը մենք վերջապես կիմանանք, թե ինչու էր Մոնթե Մելքոնյանը պետք է մեռներ, ինչու էր Սեդա Մելքոնյանը ստիպված փախչել։ Մինչ այդ օրը մենք կարող ենք միայն կռահել, հարցնել, հուսալ, որ ճշմարտությունը մի օր կբացահայտվի։ Մինչ վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Արամ Գրիգորյանը, Մոնթեի անձնական պահապանը, ձեռքերը դեռ դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Մոնթեի ներքին շրջանակից առաջին անգամ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ դուք կարծում եք, որ գիտեք Մոնթեի վերջին օրերի մասին։ Արամը նստած է իր փոքրիկ տան մեջ Գյումրիում, շրջապատված հին լուսանկարներով, որոնք ցույց են տալիս երիտասարդ զինվորների, լի հույսով վճռականությամբ։ Բայց երբ նա սկսում է խոսել, նրա ձայնը կոտրվում է։ Նա պատմում է, թե ինչպես Մոնթեն փոխվեց իր վերջին ամիսներին, ինչպես նա դարձավ ավելի զգույշ, ավելի փակ, ավելի անհանգիստ։ Ինչով էր պայմանավորված այդ փոփոխությունը։ Ինչ տեսավ Մոնթեն, որը ստիպեց նրան վախենալ իր սեփական ստվերից։ 1993 թվականի փետրվարին, 3 ամիս առաջ իր մահից, Մոնթեն կանչեց Արամին իր խորանարանը։ Դա էր ուշ գիշեր, ճակատում ամեն ինչ հանգիստ էր։ Բայց Մոնթեի դեմքը լարված էր, նրա աչքերը անհանգիստ։ Նա ասաց Արամին նստել լսել զգույշ։ Հետո նա հանեց իր գրպանից մի փոքր տետր, մաշված ծալված։ Այդ տետրում Մոնթեն գրել էր անուններ, ամսաթվեր, գումարներ։ Նա ցույց տվեց Արամին մի էջ, որտեղ նշված էր, թե ինչպես են զենքերը ժամանում Արցախ, ով է վերահսկում դրանց բաշխումը, ինչ գումարներ են անհետանում ճանապարհին։ Արամը տեսավ անուններ, որոնք նա ճանաչում էր, բարձրաստիճան հրամանատարներ, քաղաքական գործիչներ, նույնիսկ մարդիկ, ովքեր համարվում էին հերոսներ։ Մոնթեն ասաց, որ այդ մարդիկ օգտագործում են պատերազմը հարստանալու համար, որ նա պատրաստվում է բացահայտել դա։ Արամը վախեցավ։ Նա ասաց Մոնթեին, որ դա վտանգավոր է, որ այդ մարդիկ հզոր են չեն ների նրան։ Բայց Մոնթեն ժպտաց, այն դառը ժպիտով, որը ցույց էր տալիս, որ նա արդեն ամեն ինչ հասկացել է։ Նա ասաց, որ գիտե ռիսկերը, բայց չի կարող լռել։ Նա ասաց, որ զինվորները, ովքեր մահանում են ճակատում, արժանի են ճշմարտության։ Նա ասաց, որ Հայաստանը արժանի է ճշմարտության։ Հետո նա տվեց Արամին մի հանձնարարություն։ Եթե նրան ինչ-որ բան պատահի, Արամը պետք է տանի այդ տետրը Սեդային ասի նրան անմիջապես հեռանալ։ Արամը երդվեց, որ կանի դա։ Բայց նա հուսով էր, որ երբեք չի ստիպված լինի կատարել այդ երդումը։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում Արամը նկատեց, որ Մոնթեի շուրջը ինչ-որ բան փոխվում է։ Մարդիկ, ովքեր նախկինում բարեկամական էին, հիմա դառնում էին հեռավոր։ Հրամանները, որոնք գալիս էին վերից, դառնում էին ավելի անհասկանալի, ավելի ռիսկային։ Մոնթեի ջոկատը ուղարկվում էր ավելի վտանգավոր առաքելություններ, ավելի քիչ աջակցությամբ։ Արամը տեսնում էր, որ Մոնթեն նկատում է դա, բայց նա չէր ասում ոչինչ։ Նա պարզապես շարունակում էր իր աշխատանքը, հրամանատարել իր զինվորներին, պաշտպանել իր երկիրը։ Բայց Արամը տեսնում էր նրա աչքերում վախը։ Եվ նա գիտեր, որ Մոնթեն սպասում է ինչ-որ բանի, սպասում է այն պահին, երբ ամեն ինչ կփոխվի։
Այդ պահը եկավ 1993 թվականի հունիսի 13-ին։ Մոնթեյ ջոկատը ստացավ հրաման ստուգել մի տարածք, որտեղ կասկածվում էր թշնամու ներկայություն։ Բայց Արամը նկատեց ինչ-որ տարօրինակ։ Հրամանը եկավ ուղղակիորեն վերից, շրջանցելով սովորական հրամանատարական շղթան։ Տարածքը, որը նրանք պետք է ստուգեին, չէր ռազմավարական կարողություն ունեցող։ Եվ նրանց չտրվեց բավարար աջակցություն։ Արամը ասաց Մոնթեյին իր կասկածների մասին, բայց Մոնթեն պարզապես ժպտաց։ Նա ասաց, որ գիտե, որ դա դարան է։ Նա ասաց, որ գիտե, որ ինչ-որ մեկը ուզում է, որ նա մեռնի։ Բայց նա ասաց, որ չի կարող հրաժարվել հրամանից, քանի որ դա կնշանակի թողնել իր զինվորներին առանց հրամանատարի։ Արամը լաց եղավ այդ օրը։ Նա աղաչեց Մոնթեյին չգնալ, գտնել այլ ճանապարհ։ Բայց Մոնթեն ժխտվեց։ Նա ասաց, որ եթե նա փախչի հիմա, նա կդավաճանի ամեն ինչ, ինչի համար պայքարել է։ Նա ասաց, որ նա խնդրում է մեռնել որպես հերոս, քան ապրել որպես վախկոտ։ Հետո նա տվեց Արամին այդ տետրը հիշեցրեց նրա երդումը։ Եթե նա չվերադառնա, Արամը պետք է տանի տետրը Սեդային։ Արամը վերցրեց տետրը դողացող ձեռքերով դրեց իր համազգեստի ներսում։ Հետո նա դիտեց, թե ինչպես Մոնթեն հեռանում է դեպի իր վերջին առաքելությունը։ Երբ լուրը եկավ, որ Մոնթեն զոհվել է, Արամը չզարմացավ։ Նա գիտեր, որ դա պատահելու էր։ Բայց այն, ինչ նա չգիտեր, էր, թե ինչ անել հետո։ Նա ուներ տետրը, նա ուներ երդումը։ Բայց նա ուներ վախ։ Եթե նա տաներ տետրը Սեդային, նա կդառնար թիրախ։ Եթե նա խոսեր ճշմարտության մասին, նա կվտանգեր իր ընտանիքը։ Եվ այսպես նա որոշեց սպասել։ Նա թաքցրեց տետրը անվտանգ տեղ, սպասեց ճիշտ պահին։ Բայց այդ պահը երբեք չեկավ։ Տարիները անցան, Արամը դեռ պահում էր տետրը, դեռ պահում էր գաղտնիքը։ Մինչ հիմա։ Երբ լրագրողները հարցնում են Արամին, թե ինչու է նա վերջապես որոշել խոսել, նա ասում է, որ հոգնել է լռությունից։ Նա ասում է, որ Մոնթեն արժանի է, որ ճշմարտությունը իմացվի։ Նա ասում է, որ Սեդան արժանի է, որ մարդիկ հասկանան, թե ինչու էր նա ստիպված փախչել։ Եվ նա ասում է, որ Հայաստանը արժանի է իմանալ, թե ովքեր են իսկապես մեղավոր Մոնթեյի մահվան համար։ Բայց երբ նրան հարցնում են, թե որտեղ է այդ տետրը հիմա, նա լռում է։ Նա ասում է, որ տետրը անվտանգ տեղում է, որ ճիշտ ժամանակին այն կհրապարակվի։ Բայց նա չասում է, թե երբ կլինի այդ ժամանակը։ Արդյոք Արամը դեռ վախենում է։ Արդյոք նա դեռ պաշտպանում է ինչ-որ մեկին։ Թե նա պարզապես սպասում է, որ բոլոր ճիշտ կտորները տեղավորվեն իրենց տեղերում։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք, ձեր ամենահայտնի պացիենտը, ազգային հերոսը, ունի հիվանդություն, որը կարող է ավերել նրա հեղինակությունը, եթե հրապարակվի։ Հիմա պատկերացրեք, որ այդ պացիենտը մահանում է կասկածելի հանգամանքներում, դուք եք միակը, ով գիտե նրա բժշկական գաղտնիքը։ Ինչ կանեիք։ Սա էր իրավիճակը, որի մեջ հայտնվեց դոկտոր Վահագն Սարգսյանը 1993 թվականի հունիսին։ Վահագնը եղել է Մոնթեյի անձնական բժիշկը վերջին 2 տարիների ընթացքում։ Նա տեսել է Մոնթեյին նրա ամենաթույլ պահերին, երբ հերոսը դառնում էր պարզապես մարդ, ցավով, վախերով, խոցելիությամբ։ Եվ նա պահում է գաղտնիք, որը կարող է բացատրել, թե ինչու էր Մոնթեն այդքան խոցելի իր վերջին ամիսներին։ Վահագնը հիմա ապրում է Երանում, աշխատում է փոքրիկ կլինիկայում, որտեղ բուժում է սովորական մարդկանց սովորական հիվանդություններից։ Բայց երբ նա խոսում է Մոնթեյի մասին, նրա ձայնը լցվում է հարգանքով, ցավով։ Նա պատմում է, թե ինչպես Մոնթեն առաջին անգամ եկավ նրա մոտ 1991 թվականի աշնանը։ Մոնթեն ունեցել է սաստիկ գլխացավեր, որոնք չէին անցնում սովորական դեղամիջոցներով։ Վահագնը կատարեց հետազոտություններ, հայտնաբերեց ինչ-որ բան անսպասելի։ Մոնթեն ունեցել է ուռուցք, փոքր, բայց աճող։ Դա չէր անմիջական վտանգ, բայց դա էր ինչ-որ բան, որը պահանջում էր հսկողություն բուժում։ Վահագնը ասաց Մոնթեյին ախտորոշման մասին խորհուրդ տվեց նրան հեռանալ ճակատից ստանալ պատշաճ բուժում։ Բայց Մոնթեն ժխտվեց։ Նա ասաց, որ չի կարող թողնել իր զինվորներին, չի կարող թողնել պատերազմը։ Նա ասաց, որ կապրի այնքան, որքան Աստված նրան տա, կպայքարի մինչ վերջ։ Վահագնը փորձեց համոզել նրան, բայց Մոնթեն անխոնջ էր։ Միակ բանը, որ նա խնդրեց, էր, որ Վահագնը պահի այս գաղտնիքը։
Նա չուզում էր, որ նրա զինվորները, նրա ընտանիքը կամ Սեդան իմանան։ Նա չուզում էր, որ նրանք անհանգստանան, չուզում էր, որ նրանք տեսնեին նրան որպես թույլ։ Վահագնը համաձայնեց պահել գաղտնիքը, բայց նա սկսեց վարել մանրամասն բժշկական գրառումներ։ Այդ գրառումները, որոնք Վահագնը պահում է դեռս, ցույց են տալիս, թե ինչպես Մոնթեի վիճակը վատանում էր ժամանակի ընթացքում։ Գլխացավերը դառնում էին ավելի հաճախ, ավելի ուժեղ։ Մոնթեն սկսեց ունենալ տեսողության խնդիրներ, հավասարակշռության խնդիրներ։ Կային օրեր, երբ նա չէր կարող կանգնել առանց գլխապտույտի։ Բայց նա շարունակում էր պայքարել, շարունակում էր հրամանատարել, շարունակում էր թաքցնել իր ցավը։ Վահագնը տեսնում էր, թե ինչպես Մոնթեն դանդաղորեն սպառվում է, բայց նա չէր կարող անել ոչինչ։ Մոնթեն հրաժարվում էր ընդունել օգնություն, հրաժարվում էր թուլություն ցույց տալ։ 1993 թվականի մայիսին, մի ամիս առաջ իր մահից, Մոնթեն եկավ Վահագնի մոտ վերջին անգամ։ Նա ասաց, որ գլխացավերը դարձել են անտանելի, որ նա տեսնում է կրկնակի, որ նա չի կարող կենտրոնանալ։ Վահագնը կատարեց նոր հետազոտություններ, տեսավ, որ ուռուցքը աճել է։ Նա ասաց Մոնթեին, որ եթե նա չստանա անմիջական բուժում, նա կարող է մեռնել ոչ թե պատերազմում, այլ իր սեփական հիվանդությունից։ Բայց Մոնթեն միայն ժպտաց։ Նա ասաց, որ նա խնդրում է մեռնել մարտի դաշտում, քան հիվանդանոցային մահճում։ Նա ասաց, որ եթե նրա ժամանակը եկել է, նա ուզում է, որ այն լինի իմաստալից։ Հետո նա խնդրեց Վահագնին մի բան։ Եթե նա մեռնի, Վահագնը պետք է ոչնչացնի բոլոր բժշկական գրառումները։ Նա չուզում էր, որ մարդիկ հիշեն նրան որպես հիվանդ, որպես թույլ։ Նա ուզում էր, որ նրան հիշեն որպես հերոս։ Վահագնը խոստացավ, բայց նա չկատարեց այդ խոստումը։ Երբ Մոնթեն մահացավ, Վահագնը չկարողացավ ոչնչացնել գրառումները։ Նա զգաց, որ դրանք կարևոր են, որ դրանք մաս են ճշմարտության։ Եվ այսպես նա պահեց դրանք, թաքցրեց դրանք անվտանգ տեղ, սպասեց։ Նա սպասեց այն օրվան, երբ կարող է խոսել առանց վախի, երբ կարող է բացահայտել ճշմարտությունը առանց Մոնթեի հիշատակը վնասելու։ Եվ այդ օրը եկավ 35 տարի անց, երբ լրագրողները գտան նրան խնդրեցին պատմել իր պատմությունը։ Վահագնը ցույց է տալիս լրագրողներին այդ գրառումները, մաշված էջեր, լի բժշկական տերմիններով, ամսաթվերով։ Նա բացատրում էր, թե ինչ նշանակում է յուրաքանչյուր գրառում, ինչպես Մոնթեի վիճակը վատանում էր, ինչպես նա պայքարում էր ամեն օր պարզապես գործել։ Եվ հետո նա ասում է ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ։ Նա ասում է, որ Մոնթեի մահը, թե պաշտոնապես գրանցված որպես մարտական վնասվածք, կարող էր նա լինել նրա հիվանդության արդյունք։ Ուռուցքը կարող էր առաջացնել գլխապտույտ, կարող էր խանգարել նրա ռեակցիան, կարող էր դարձնել նրան ավելի խոցելի։ Եթե Մոնթեն չունենար այդ հիվանդությունը, թերս նա կարողանար խուսափել այդ գնդակից։ Թերս նա դեռ կենդանի կլիներ։ Բայց Վահագնը նա ասում է ինչ-որ բան ավելի մութ։ Նա ասում է, որ կասկածում է, որ որոշ մարդիկ գիտեին Մոնթեի հիվանդության մասին։ Նա ասում է, որ կային պահեր, երբ նա զգում էր, որ նրան հետում են, որ նրա կլինիկան խուզարկվում է, որ նրա գրառումները ուսումնասիրվում են։ Նա ասում է, որ հնարավոր է, որ այն մարդիկը, ովքեր ուզում էին Մոնթեին վնասել, իմացան նրա թուլությունը, օգտագործեցին այն իրենց օգտին։ Նրանք գիտեին, որ Մոնթեն ավելի խոցելի է, ավելի դանդաղ է, ավելի հեշտ թիրախ։ Եվ նրանք օգտագործեցին այդ գիտելիքը ուղարկելու նրան այն առաքելության, որտեղ նա չէր ունենա հնարավորություն փրկվելու։ Արդյոք սա ճիշտ է։ Արդյոք Մոնթեի մահը եղել է ոչ միայն դավաճանություն, այլ հաշվարկված սպանություն, որը օգտագործեց նրա սեփական հիվանդությունը որպես զենք։ Մտածեք վերջին մարդու մասին, ում դուք լիովին վստահում էիք։ Հիմա պատկերացրեք, որ այդ մարդը ձեզ դավաճանում է ձեր ամենամութ օրը։ Հենց այդպես էր Մոնթե Մելքոնյանի հետ։ Մի մարդ նրա ներքին շրջանակից վաճառեց նրան բանակին։ Նախկին անվտանգության ծառայության աշխատակիցները գիտեն այս պատմությունը։ Նրանք պահել են լռությունը 35 տարի։ Այսօր առաջին անգամ նրանք կասեն ճշմարտությունը Հայաստանի ժամանակակից պատմության ամենամեծ դավաճանության մասին։ Նրա անունը Գորգ Ավագյան էր, նա եղել է Մոնթեի ամենամոտ խորհրդականներից մեկը։ Նրանք ծանոթացել էին 1991 թվականին, երբ երկուսն էլ նոր էին Արցախում։ Գորգը եղել է ավելի տարեց, ավելի փորձառու, Մոնթեն վստահում էր նրա խորհրդին։ Նրանք դարձան ընկերներ, եղբայրներ, մարդիկ, ովքեր կիսում էին ամեն ինչ։ Բայց ինչ-որ բան փոխվեց 1992 թվականի ձմռանը։
Գորգը սկսեց փոխվել։ Նա դարձավ ավելի գաղտնիական, ավելի հեռավոր։ Նա սկսեց հանդիպումներ ունենալ մարդկանց հետ, որոնց Մոնթեն չէր ճանաչում։ Նա սկսեց հարցեր տալ Մոնթեի պլանների, նրա շարժումների, նրա գաղտնիքների մասին։ Մոնթեի մյուս ընկերները նկատեցին դա նախազգուշացրին նրան, բայց Մոնթեն չէր կարող հավատալ, որ Գորգը կարող է նրան դավաճանել։ Նա մտածեց, որ Գորգը պարզապես լարված է պատերազմից, որ նա պարզապես անցնում է դժվար ժամանակ։ Բայց ճշմարտությունը ավելի մութ էր։ Գորգը արդեն դավաճանել էր Մոնթեին, նա պատրաստվում էր վերջնական հարվածին։ Ըստ նախկին անվտանգության ծառայության աշխատակիցների, Գորգը սկսել է աշխատել որոշ բարձրաստիճան հրամանատարների համար, ովքեր ուզում էին վերացնել Մոնթեին։ Այդ հրամանատարները վախենում էին Մոնթեի ազդեցությունից, նրա հանրաճանաչությունից, նրա ունակությունից բացահայտել նրանց կոռուպցիան։ Եվ նրանք որոշեցին, որ Մոնթեն պետք է մեռնի։ Բայց նրանք չէին կարող պարզապես սպանել նրան, քանի որ դա կառաջացներ հարցեր։ Նրանք պետք է դա անեին այնպես, որ թվար, որ դա պատերազմի ողբերգություն է։ Եվ դրա համար նրանք պետք էր ինչ-որ մեկին Մոնթեի ներքին շրջանակից։ Նրանք պետք էր Գորգին։ Գորգի դերը պարզ էր։ Նա պետք է տեղեկություններ տար Մոնթեի շարժումների, նրա պլանների, նրա թուլությունների մասին։ Նա պետք է համոզեր Մոնթեին ընդունել որոշ հրամաններ, որոնք կտանեին նրան վտանգավոր իրավիճակների։ Եվ նա պետք է համոզվեր, որ երբ վերջնական հարվածը գա, Մոնթեն լինի ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Գորգը կատարեց իր դերը կատարյալ։ Նա տվեց տեղեկություններ, նա համոզեց Մոնթեին, նա ապահովեց, որ ամեն ինչ տեղի ունենա ըստ պլանի։ Եվ 1993 թվականի հունիսի 13-ին, երբ Մոնթեն մահացավ, Գորգը եղավ այնտեղ, դիտելով հեռվից, համոզվելով, որ աշխատանքը ավարտված է։ Բայց Գորգի պատմությունը չավարտվեց այնտեղ։ Մոնթեի մահից հետո նա ստացավ իր վարձատրությունը, գումար, իշխանություն, պաշտպանություն։ Նա դարձավ հարուստ մարդ, ապրեց հարմարավետ կյանք, երբեք չզգաց մեղք իր արածի համար։ Նա ապրեց Երանում տասնամյակներ, շրջապատված իր ընտանիքով, իր ընկերներով, իր հարստությամբ։ Բայց նա ապրեց վախի մեջ։ Նա գիտեր, որ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, ովքեր սպասում են ճիշտ պահին բացահայտելու նրան։ Եվ նա գիտեր, որ երբ այդ պահը գա, նրա կյանքը կավարտվի։ Այդ պահը եկավ 1999 թվականին, երբ Գորգը մահացավ սրտի կաթվածից։ Պաշտոնապես դա էր բնական մահ։ Բայց կան մարդիկ, ովքեր հավատում են, որ դա չէր պատահական։ Նրանք ասում են, որ Գորգը սպանվեց նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ նա երբեք խոսի։ Նրանք ասում են, որ նրա մահը եղավ վերջնական լռեցում, վերջնական ապահովում, որ Մոնթեի դավաճանության ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Բայց նրանք սխալվեցին։ Քանի որ Գորգը, նախքան մեռնելը, խոստովանեց իր մեղքերը մի քահանայի։ Եվ այդ քահանան, թե չէր կարող խախտել խոստովանության գաղտնիությունը, թողեց հուշումներ, որոնք հիմա օգնում են վերակառուցել ճշմարտությունը։ Այդ հուշումները համատեղված անվտանգության ծառայության արխիվների ականատեսների վկայությունների հետ ստեղծում են պատկեր, որը սարսափելի է իր պարզությամբ։ Մոնթե Մելքոնյանը դավաճանվեց ոչ թե թշնամու կողմից, այլ իր սեփական մարդու կողմից։ Նա դավաճանվեց ոչ թե պատահականորեն, այլ հաշվարկված, պլանավորված, կատարված սառն արյունով։ Եվ նա դավաճանվեց ոչ թե անձնական ատելության պատճառով, այլ քաղաքական հաշվարկների, ֆինանսական շահերի, իշխանության պահպանման համար։ Սա է ճշմարտությունը, որը թաքնված է եղել 35 տարի։ Սա է ճշմարտությունը, որը Սեդա Մելքոնյանը գիտեր, որի պատճառով նա ստիպված էր փախչել։ Սա է ճշմարտությունը, որը հիմա վերջապես լույս է տեսնում։ Բայց դեռ մնում են հարցեր։ Ո՞վ էին այն բարձրաստիճան հրամանատարները, ովքեր պատվիրեցին Մոնթեի սպանությունը։ Որտեղ են նրանք հիմա։ Արդյոք նրանք դեռ իշխանության մեջ են, դեռ ազդում են Հայաստանի քաղաքականության վրա։ Եվ ամենակարևորը, ինչ է այն ծրարի մեջ, որը Մոնթեն տվել էր Սեդային, որը կարող է վերջնականապես ապացուցել այս ամենը։ Սեդան, որտեղ էլ որ նա լինի, պահում է այդ ապացույցները։ Նա պահում է անունները, ամսաթվերը, փաստաթղթերը։ Եվ մի օր, երբ նա զգա անվտանգ, երբ նա զգա, որ ժամանակը եկել է, նա կբացահայտի ամեն ինչ։ Եվ այդ օրը Հայաստանը վերջապես կիմանա ամբողջ ճշմարտությունը Մոնթե Մելքոնյանի մահվան մասին։ Մինչ այդ օրը մենք կարող ենք միայն սպասել, հուսալ, պահանջել արդարություն այն մարդու համար, ով տվեց իր կյանքը իր երկրի համար, միայն որպեսզի դավաճանվի նրանց կողմից, ում նա վստահում էր ամենաշատը։
Պատկերացրեք, որ գոյություն ունի 12 մարդկանց խումբ, ովքեր գիտեին ամեն ինչ Մոնթեի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել երանի տակ։ Հիմա պատկերացրեք, որ դուք եք այդ 12 մարդկանցից մեկը, պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Այս խումբը կոչվում էր ներքին շրջանակ, 12 մարդ, ովքեր ուներին անսահմանափակ մուտք Մոնթեի կյանքի ամենազգայուն մասերին։ Նրանց թվում էին նրա անձնական պահապանները, նրա բժիշկները, նրա խորհրդականները, նույնիսկ մարդիկ, ովքեր պատասխանատու էին նրա ընտանիքի անվտանգության համար։ Յուրաքանչյուրը գիտեր ինչ-որ բան, որը կարող էր վտանգավոր լինել սխալ ձեռքերում։ Եվ յուրաքանչյուրը ստորագրել էր լռության երթում, որը պետք է տեր մինչ մահ։ Բայց 1993 թվականի գարնանը, երբ Մոնթեն սկսեց իր հետաքննությունը զենքերի արտրի կոռուպցիայի մասին, այդ 12 մարդիկ սկսեցին ստանալ այցելություններ։ Անծանոթ մարդիկ, ովքեր ներկայանում էին որպես կառավարական պաշտոնյաներ, գալիս էին նրանց տուն ուշ գիշերները։ Նրանք չսպառնում էին բացահայտորեն, բայց նրանց հաղորդագրությունը հստակ էր. եթե Մոնթեն շարունակի իր հետաքննությունը, եթե նա բացահայտի այն, ինչ գտել է, ապա ներքին շրջանակի անդամները կդառնան թիրախներ։ Նրանց ընտանիքները կվտանգվեն, նրանց կարիերաները կավերվեն, նրանց կյանքերը կփոխվեն ընդմիշտ։ Եվ ամենավատը, Մոնթեն ինքը չէր իմանում այդ այցելությունների մասին, քանի որ այդ մարդիկը սպառնացել էին, որ եթե ինչ-որ մեկը ասի Մոնթեին, հետանքները կլինեն անմիջական։ Արամ Գրիգորյանը, Մոնթեի անձնական պահապանը, ով արդեն պատմել էր մեծ տետրի մասին, հիմա բացահայտում է ավելին։ Նա ասում է, որ ստացավ 3 այդպիսի այցելություններ։ Առաջին անգամ եկավ մի մարդ, ով ասաց, որ գիտե Արամի քրոջ մասին, ով ապրում էր Գյումրիում իր 2 երեխաների հետ։ Երկրորդ անգամ այդ մարդը բերեց լուսանկարներ Արամի քրոջ երեխաների, դպրոցից տուն գնալիս։ Երրորդ անգամ նա ասաց միայն մի նախադասություն. պատերազմում շատ բան կարող է պատահել։ Նույնիսկ Գյումրիում։ Արամը հասկացավ հաղորդագրությունը։ Նա պետք է ընտրեր Մոնթեի հավատարմությունը, թե իր ընտանիքի անվտանգությունը։ Եվ նա ընտրեց լռությունը։ Նա չասաց Մոնթեին այդ այցելությունների մասին, չնախազգուշացրեց նրան, որ ներքին շրջանակը կոտրվում է։ Դոկտոր Վահագն Սարգսյանը, Մոնթեի բժիշկը, ստացավ այլ տեսակի ճնշում։ Նրան ասացին, որ եթե Մոնթեի բժշկական գրառումները երբե հրապարակվեն, եթե ինչ-որ մեկը իմանա Մոնթեի հիվանդության մասին, ապա Վահագնը կկորցնի իր բժշկական լիցենզիան։ Ավելին, նրան ասացին, որ նա կկալանավորվի պացիենտի գաղտնիության խախտման համար, որ նրա ընտանիքը կտառապի նրա անպատասխանատվության հետանքներից։ Վահագնը, ով արդեն զգում էր մեղք, որ չէր կարողացել օգնել Մոնթեին, հիմա զգում էր ավելի մեծ ճնշում։ Նա որոշեց պահել գրառումները, բայց երբեք չխոսել դրանց մասին։ Նա որոշեց պաշտպանել իր ընտանիքը, նույնիսկ եթե դա նշանակում էր դավաճանել Մոնթեի հիշատակը։ Բայց ամենավատ իրավիճակում էր Գորգ Ավագյանը, այն մարդը, ով վերջապես դավաճանեց Մոնթեին։ Գորգին չպարզապես սպառնացին։ Նրան առաջարկեցին գործարք։ Եթե նա օգնի վերացնել Մոնթեին, եթե նա տա անհրաժեշտ տեղեկությունները, եթե նա համոզվի, որ Մոնթեն լինի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ապա Գորգը կստանա ոչ միայն իր ընտանիքի անվտանգությունը, այլ հարստություն, իշխանություն, պաշտպանություն։ Նրան ցույց տվեցին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Մոնթեի հետաքննությունը արդեն վտանգում էր ոչ միայն մի քանի կոռումպացված հրամանատարների, այլ ամբողջ համակարգը, որը ֆինանսավորում էր պատերազմը։ Նրան ասացին, որ եթե Մոնթեն շարունակի, Հայաստանը կկորցնի զենքի իր աղբյուրները, Արցախը կընկնի։ Նրան ասացին, որ Մոնթեի մահը կլինի ողբերգություն, բայց անհրաժեշտ զոհաբերություն ավելի մեծ բարիքի համար։ Գորգը հավատաց այդ ստին։ Կամ գուցե նա պարզապես ուզում էր հավատալ, որպեսզի արդարացնի այն, ինչ պատրաստվում էր անել։ Նա սկսեց տեղեկություններ տալ Մոնթեի շարժումների մասին։ Նա սկսեց համոզել Մոնթեին ընդունել որոշ հրամաններ, որոնք կտանեին նրան վտանգավոր իրավիճակների։ Եվ նա սկսեց պլանավորել վերջնական դավաճանությունը, այն առաքելությունը, որտեղ Մոնթեն չէր ունենա հնարավորություն փրկվելու։ Բայց Գորգը չէր միակը։ Ներքին շրջանակի մյուս անդամները նույնպես դավաճանում էին Մոնթեին իրենց սեփական ձեռով։ Նրանք լռում էին, երբ պետք էր խոսել։ Նրանք թաքցնում էին տեղեկություններ, երբ պետք էր կիսվել։
Նրանք թույլ էին տալիս, որ Մոնթեն քայլի դեպի իր մահը, ոչ ոք չանում էր ոչինչ կանգնեցնելու նրան։ 1993 թվականի հունիսի 13-ին, երբ Մոնթեն մահացավ, ներքին շրջանակի 12 անդամները գիտեին, որ նրանք դավաճանել են նրան։ Յուրաքանչյուրը իր սեփական ձով, յուրաքանչյուրը իր սեփական պատճառներով, բայց բոլորը դավաճանել էին։ Եվ յուրաքանչյուրը ապրեց այդ դավաճանության հետ մնացած կյանքը։ Ոմանք, ինչպես Արամը, փորձեցին փրկagնել իրենց, պահպանելով ապացույցները, սպասելով ճիշտ պահին խոսելու։ Ոմանք, ինչպես Վահագնը, փորձեցին մոռանալ, թաքցնել իրենց մեղքը խորը ներսում։ Եվ ոմանք, ինչպես Գորգը, ապրեցին իրենց դավաճանության հետ, մինչ այն նրանց սպանեց։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. ով էր այն մարդը, ով կազմակերպեց այս ամենը։ Ով էր այն մարդը, ով ճնշեց ներքին շրջանակը, ով պլանավորեց Մոնթեի սպանությունը, ով համոզվեց, որ ամեն ինչ տեղի ունենա ըստ պլանի։ Ըստ Արամի Վահագնի, այդ մարդը երբեք չներկայացավ անձամբ։ Նա միշտ ուղարկում էր միջնորդներ, միշտ թաքնվում էր ստվերներում։ Բայց նրանք գիտեն նրա անունը։ Նրանք գիտեն նրա դիրքը։ Եվ նրանք գիտեն, որ նա դեռ կենդանի է, դեռ իշխանության մեջ է, դեռ ազդում է Հայաստանի քաղաքականության վրա։ Բայց նրանք չեն կարող ասել նրա անունը, քանի որ վախենում են։ Նրանք վախենում են, որ եթե խոսեն, նրանք կդառնան հաջորդ թիրախները։ Նրանք վախենում են, որ ներքին շրջանակի դավաճանությունը դեռ շարունակվում է, որ այն մարդը, ով սպանեց Մոնթեին, դեռ որսում է նրանց, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Երբ անվտանգության ծառայությունը ներխուժեց Մոնթեի պալատ 1993 թվականի դեկտեմբերին, նրանք գտան ինչ-որ բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Տեսագրություններ Մոնթեի վերջին ժամերից, անձնական զրույցներ Սեդայի հետ, փախուստի պլաններ այնքան գաղտնի, որ նույնիսկ բարձրաստիճան անվտանգության ծառայության սպաները չգիտեին դրանց մասին։ Բայց անմիջապես հունիսի 25-ից հետո այդ ապացույցները անհետացան առանց հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ավելի կարևոր, ինչ էին թաքցնում այդ տեսագրությունները, որ դրանք պետք է անհետանային նույնիսկ Մոնթեի անձնական արխիվից։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել այս մասին, նրանք հարվածեցին պատին։ Բոլոր փաստաթղթերը կամ կորած էին, կամ դասակարգված էին որպես գերագույն գաղտնիություն։ Բայց կա մի մարդ, ով տեսավ այդ արխիվները նախքան դրանք անհետանալը։ Նրա անունը Սուրեն Մանուկյան է, նա եղել է անվտանգության ծառայության արխիվարար 1991-ից մինչ 1996 թվականները։ Նրա աշխատանքը եղել է կատալոգավորել պահպանել բոլոր զգայուն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Արցախյան պատերազմին։ Եվ 1993 թվականի հունիսի 25-ին նա ստացավ հատուկ հանձնարարություն։ Նրան ասացին գնալ Մոնթեի անձնական գրասենյակ, որը գտնվում էր Ստեփանակերտի ռազմական բազայում, հավաքել բոլոր փաստաթղթերը, բոլոր տեսագրությունները, բոլոր անձնական իրերը։ Նրան ասացին, որ դա շտապ է, որ ամեն ինչ պետք է արվի մինչ երեկո, որ ոչ ոք չպետք է իմանա այդ մասին։ Սուրենը գնաց Մոնթեի գրասենյակ այդ օրը, սրտում անհանգստությամբ։ Նա գիտեր, որ Մոնթեն հերոս էր, որ նրա մահը ողբերգություն էր ամբողջ ազգի համար։ Բայց նա գիտեր, որ իր աշխատանքը պահանջում էր լռություն, հնազանդություն։ Երբ նա մտավ գրասենյակ, նա տեսավ, որ ամեն ինչ դեռ այնպես էր, ինչպես Մոնթեն թողել էր։ Գրասեղանի վրա կային քարտեզներ, նամակներ, լուսանկարներ։ Պահարանում կային փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ռազմական գործողություններին։ Եվ դարակում, թաքնված 5 գրքերի հետում, Սուրենը գտավ մի փոքր տուփ, կնքված նշված միայն Սեդայի համար։ Սուրենը գիտեր, որ չպետք է բացի այդ տուփը։ Բայց նրա հետաքրքրասիրությունը հաղթեց։ Նա զգույշ բացեց կնիքը, տեսավ ներսում 3 տեսաժապավեններ։ Յուրաքանչյուր ժապավենի վրա գրված էր ամսաթիվ 1993 թվականի մարտ, ապրիլ, մայիս։ Սուրենը վերցրեց մի ժապավեն, դրեց տեսամագնիտոֆոնում, որը կար գրասենյակում։ Այն, ինչ նա տեսավ, փոխեց ամեն ինչ, ինչ նա կարծում էր, որ գիտե Մոնթեի մասին։ Տեսագրությունը ցույց էր տալիս Մոնթեին, նստած իր գրասեղանի առջ, խոսելով ուղղակիորեն տեսախցիկին։ Նա խոսում էր հանգիստ, բայց վճռական ձայնով։ Նա ասում էր, որ եթե ինչ-որ մեկը դիտում է այս տեսագրությունը, դա նշանակում է, որ նա արդեն մեռած է։ Մոնթեն սկսեց պատմել այն, ինչ նա իմացել էր վերջին ամիսներին։ Նա խոսեց զենքերի արտերի կոռուպցիայի մասին, անունները տվեց այն հրամանատարների, ովքեր հարստանում էին պատերազմից։ Նա խոսեց գումարների մասին, որոնք անհետանում էին, զենքերի մասին, որոնք երբեք չէին հասնում ճակատ։
Նա խոսեց այն մարդկանց մասին, ովքեր օգտագործում էին Արցախի պայքարը իրենց անձնական հարստացման համար։ Եվ նա խոսեց այն մարդու մասին, ով կազմակերպում էր այս ամենը, բարձրաստիճան պաշտոնյա, ով ուներ կապեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ով վերահսկում էր ամեն ինչ ստվերներից։ Մոնթեն ասաց այդ մարդու անունը։ Եվ այդ անունը ստիպեց Սուրենին սառչել։ Սուրենը դադարեցրեց տեսագրությունը։ Նա չէր կարող շարունակել դիտել։ Նա հասկացավ, որ այն, ինչ նա տեսավ, վտանգավոր էր ոչ միայն նրա համար, այլ ամբողջ երկրի համար։ Եթե այդ տեսագրությունը հրապարակվեր, դա կհանգեցներ սկանդալի, որը կարող էր տապալել կառավարությունը, կարող էր վերջ տալ պատերազմին, կարող էր փոխել Հայաստանի պատմությունը։ Բայց Սուրենը նա հասկացավ, որ նա չէր կարող պարզապես ոչնչացնել այդ տեսագրությունները։ Դրանք էին Մոնթեի վերջին խոսքերը, նրա վերջին ցանկությունը, նրա վերջին փորձը արդարություն բերելու։ Եվ այսպես Սուրենը կատարեց որոշում, որը հետապնդեց նրան մնացած կյանքը։ Նա վերցրեց 3 տեսաժապավենները, թաքցրեց դրանք իր համազգեստի ներսում։ Հետո նա հավաքեց մնացած փաստաթղթերը, տարավ դրանք անվտանգության ծառայության արխիվ, ինչպես հրամայված էր։ Բայց տեսաժապավենները նա պահեց։ Նա տարավ դրանք տուն, թաքցրեց դրանք իր տան ստորգետնյա սենյակում, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել դրանք։ Նա երդվեց, որ երբեք չի խոսի դրանց մասին, երբեք չի ցույց տա դրանք ոչ ոքի, մինչ ժամանակը չգա։ Բայց ժամանակը երբեք չեկավ։ Տարիները անցան, Սուրենը դեռ պահում էր տեսաժապավենները, դեռ պահում էր գաղտնիքը։ Նա տեսավ, թե ինչպես այն մարդը, ում անունը Մոնթեն ասել էր տեսագրությունում, դարձավ ավելի հզոր, ավելի ազդեցիկ։ Նա տեսավ, թե ինչպես Մոնթեի հիշատակը դարձավ լեգենդ, բայց ճշմարտությունը մնաց թաքնված։ 1999 թվականին Սուրենը հիվանդացավ։ Բժիշկները ասացին, որ նա ունի քաղցկեղ, որ նրան մնացել է միայն մի քանի ամիս։ Սուրենը գիտեր, որ նա պետք է որոշում կայացնի։ Նա կարող էր տանել տեսաժապավենները իր հետ գերեզման, կամ կարող էր վստահել դրանք ինչ-որ մեկին։ Նա մտածեց Սեդայի մասին, այն կնոջ, ում համար Մոնթեն ստեղծել էր այդ տեսագրությունները։ Բայց Սեդան անհետացել էր, ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Սուրենը մտածեց Արամի մասին, Մոնթեի հավատարիմ պահապանի մասին։ Բայց Արամը արդեն ուներ տետրը, Սուրենը չէր ուզում դնել նրան ավելի մեծ վտանգի մեջ։ Եվ այսպես Սուրենը որոշեց անել ինչ-որ այլ բան։ Նա կապվեց մի լրագրողի հետ, ում նա վստահում էր, ասաց նրան, որ ունի ինչ-որ բան կարևոր։ Նա տվեց լրագրողին մի փոքր բանալի մի հասցե։ Նա ասաց, որ այդ հասցեում կա մի տուփ, այդ տուփի մեջ կան տեսաժապավեններ, որոնք կփոխեն ամեն ինչ։ Բայց նա ասաց, որ լրագրողը պետք է սպասի։ Նա պետք է սպասի, մինչ այն մարդը, ում անունը Մոնթեն ասել է տեսագրությունում, մեռնի կամ կորցնի իր իշխանությունը։ Միայն այն ժամանակ կլինի անվտանգ հրապարակել ճշմարտությունը։ Լրագրողը համաձայնեց, վերցրեց բանալին, երդվեց պահպանել Սուրենի գաղտնիքը։ Սուրենը մահացավ 2 շաբաթ անց, խաղաղ հանգիստ, գիտենալով, որ նա արել է այն, ինչ կարող էր։ Բայց այդ լրագրողը երբեք չգնաց այդ հասցե։ Նա վախեցավ, կամ գուցե նրան սպառնացին, կամ գուցե նա պարզապես մոռացավ։ Տեսաժապավենները մնացին այնտեղ, թաքնված, սպասելով ինչ-որ մեկին գալու գտնելու դրանք։ Եվ այդ հասցեն, այդ տուփը, այդ բանալին, դրանք բոլորը դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ։ Թերս մի օր ինչ-որ մեկը կգտնի դրանք։ Թերս մի օր Մոնթեի վերջին խոսքերը կլսվեն։ Թերս մի օր ճշմարտությունը վերջապես կբացահայտվի։ Բայց մինչ այդ օրը արխիվները մնում են փակ, գաղտնիքները մնում են թաքնված, Մոնթեի արդարությունը մնում է անկատար։ Մոնթե Մելքոնյանի վերջին ամիսները չէին պարզապես պատերազմի պատմություն։ Դրանք էին մի մարդու դանդաղ քայքայման պատմություն, ֆիզիկապես, հոգեպես, հոգորապես։ Դոկտոր Վահագն Սարգսյանի բժշկական գրառումները, որոնք նա վերջապես համաձայնեց ցույց տալ մեզ, նկարագրում են մի մարդու, ով դանդաղորեն կորցնում էր իր ուժերը, բայց մերժում էր ընդունել իր թուլությունը։ 1993 թվականի մարտին Մոնթեն կշռում էր 75 կիլոգրամ։ Մայիսին նա կշռում էր 69 կիլոգրամ։ Նա կորցրել էր 16 կիլոգրամ 3 ամսում։ Նրա դեմքը գունատվել էր, նրա աչքերը խորացել էին, նրա ձեռքերը դողում էին, երբ նա փորձում էր բռնել զենք։ Բայց նա շարունակում էր պայքարել, շարունակում էր հրամանատարել, շարունակում էր ժպտալ իր զինվորներին, կարծես ամեն ինչ կարգին է։ Վահագնը նկարագրում է մի պահ, որը հետապնդում է նրան դեռս։
1993 թվականի մայիսի վերջին Մոնթեն եկավ նրա մոտ ուշ գիշերը։ Նա չէր կարող քնել, քանի որ գլխացավը անտանելի էր։ Վահագնը տվեց նրան ամենաուժեղ ցավազրկողները, որոնք ուներ, բայց դրանք չօգնեցին։ Մոնթեն նստեց Վահագնի գրասենյակում ամբողջ գիշեր, ձեռքերը բռնած գլուխը, լուր արցունքներ թափելով ցավից։ Վահագնը նստեց նրա կողքին, անկարող օգնելու, անկարող թեթացնելու նրա տառապանքը։ Եվ առավոտյան, երբ ցավը վերջապես մի փոքր թուլացավ, Մոնթեն նայեց Վահագնին, ասաց. «Ես գիտեմ, որ մեռնում եմ։ Բայց ես չեմ մեռնի այստեղ, հիվանդանոցային մահճում։ Ես կմեռնեմ այնտեղ, որտեղ պետք է, պաշտպանելով իմ երկիրը»։ Այդ խոսքերը ցույց են տալիս Մոնթեի վճռականությունը, բայց նրա հուսահատությունը։ Նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է։ Նա գիտեր, որ նրա մարմինը դավաճանում է նրան։ Բայց նա գիտեր, որ չի կարող հանձնվել։ Նա չէր կարող թույլ տալ, որ նրա զինվորները տեսնեն նրան, թույլ, որ նրա թշնամիները տեսնեն նրան պարտված։ Եվ այսպես նա շարունակեց օր-օրի, մարդ-մարտի, մինչ նրա մարմինը վերջապես չկարողացավ ավելին։ Բայց նույնիսկ այն վերջին օրը, երբ նա գնաց իր վերջին առաքելության, նա չցույց տվեց իր ցավը։ Նա ժպտաց իր զինվորներին, նա տվեց նրանց հրամաններ, նա ասաց նրանց, որ ամեն ինչ կարգին կլինի։ Եվ հետո նա գնաց մեռնելու։ Բայց Մոնթեի ֆիզիկական քայքայումը միայն մի մասն էր նրա տառապանքի։ Նրա հոգեկան վիճակը նույնպես վատանում էր։ Արամ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես Մոնթեն սկսեց տեսնել ստվերներ այնտեղ, որտեղ ոչինչ չկար։ Ինչպես նա սկսեց լսել ձայներ, որոնք ոչ ոք այլ չէր լսում։ Ինչպես նա սկսեց խոսել մարդկանց հետ, ովքեր այնտեղ չէին։ Վահագնը բացատրում է, որ դա էր ուռուցքի ազդեցությունը նրա ուղեղի վրա։ Ուռուցքը սեղմում էր որոշակի տարածքներ, որոնք պատասխանատու էին ընկալման իրականության զգացման համար։ Մոնթեն դանդաղորեն կորցնում էր իր կապը իրականության հետ, դանդաղորեն սողում էր մի աշխարհ, որտեղ նա չէր կարող տարբերել ճշմարտությունը երակայությունից։ Կա մի պատմություն, որը Արամը պատմում է դողացող ձայնով։ 1993 թվականի հունիսի սկզբին, մի շաբաթ առաջ իր մահից, Մոնթեն արթնացավ կեսգիշերին գոչելով։ Նա ասում էր, որ տեսնում է Սեդային, որ նա վտանգի մեջ է, որ ինչ-որ մեկը փորձում է սպանել նրան։ Արամը փորձեց հանգստացնել նրան, ասաց, որ Սեդան անվտանգ է Ստեփանակերտում, որ դա միայն դժբախտ երազ է։ Բայց Մոնթեն չէր լսում։ Նա պնդում էր, որ պետք է անմիջապես գնալ Սեդայի մոտ, պետք է պաշտպանել նրան։ Արամը վերջապես համոզեց նրան մնալ, բայց Մոնթեն չքնեց այդ գիշեր։ Նա նստեց իր խորանարանում, նայելով դատարկ պատին, շշնջալով Սեդայի անունը, արցունքներ թափելով։ Առավոտյան նա կարծես մոռացել էր այդ ամենը, բայց Արամը տեսավ նրա աչքերում վախը։ Եվ նա հասկացավ, որ Մոնթեն գիտեր, որ ինչ-որ բան սխալ է, որ ինչ-որ բան վատ է պատահելու։ Մոնթեի հոգոր վիճակը նույնպես տառապում էր։ Նա, ով միշտ եղել էր լիհույսով վճռականությամբ, հիմա դառնում էր ավելի ու ավելի հուսահատ։ Նա խոսում էր Արամի հետ իր կասկածների մասին, իր վախերի մասին, իր զգացողության մասին, որ նա դավաճանվում է։ Նա ասում էր, որ չգիտե, թե ում կարող է վստահել, թե ով է իսկապես նրա ընկերը, ով է նրա թշնամին։ Նա ասում էր, որ զգում է, որ ինչ-որ մեծ բան պատրաստվում է, ինչ-որ բան, որը կփոխի ամեն ինչ։ Եվ նա ասում էր, որ վախենում է ոչ թե իր մահից, այլ նրանից, որ նրա մահը կլինի անիմաստ, որ նրա զոհաբերությունը կմոռացվի, որ նրա ճշմարտությունը երբեք չի բացահայտվի։ Վերջին զրույցում Արամի հետ, մի օր առաջ իր մահից, Մոնթեն ասաց ինչ-որ բան, որը Արամը երբեք չի մոռանա։ Նա ասաց. «Եթե ես մեռնեմ վաղը, մի լացիր ինձ համար։ Լացիր Հայաստանի համար, որը կորցնում է իր լավագույն որդիներին։ Լացիր Արցախի համար, որը դեռ պայքարում է իր ազատության համար։ Եվ լացիր Սեդայի համար, որը կմնա առանց ինձ։ Բայց մի լացիր ինձ համար։ Ես ապրեցի այնպես, ինչպես ուզում էի ապրել։ Ես պայքարեցի այն, ինչի համար հավատում էի։ Եվ եթե ես մեռնեմ վաղը, ես կմեռնեմ որպես ազատ մարդ, ոչ թե որպես ստրուկ»։ Այդ խոսքերը ցույց են տալիս Մոնթեի ուժը, նույնիսկ նրա ամենաթույլ պահերին։ Նրանք ցույց են տալիս, որ նա, թե ֆիզիկապես հոգեպես քայքայվում էր, դեռ պահպանում էր իր հոգին, իր արժանապատվությունը, իր հավատը։ Բայց այդ խոսքերը նա ցույց են տալիս Մոնթեի ողբերգությունը։ Նա գիտեր, որ մեռնում է։ Նա գիտեր, որ դավաճանվում է։ Նա գիտեր, որ նրա ճշմարտությունը թաքնվելու է։ Բայց նա չէր կարող անել ոչինչ դրա դեմ։
Նա կարող էր միայն շարունակել պայքարել, շարունակել հավատալ, շարունակել հուսալ, որ մի օր, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը կգտնի ճշմարտությունը կբացահայտի այն։ Եվ այդ հույսը, այդ վերջին փայլը լույսի նրա մութ աշխարհում, էր այն, ինչ պահեց նրան կենդանի մինչ վերջ։ Դա էր այն, ինչ տվեց նրան ուժ կանգնել, երբ նրա մարմինը ուզում էր ընկնել։ Դա էր այն, ինչ տվեց նրան ուժ ժպտալ, երբ նրա սիրտը լաց էր լինում։ Եվ դա էր այն, ինչ տվեց նրան ուժ մեռնել որպես հերոս, երբ նա կարող էր մեռնել որպես զոհ։ Պատկերացրեք, որ ձեր ամուսինը մահանում է հերոսի մահով, հանկարծ ամբողջ երկիրը սկսում է նրան փառաբանել։ Բայց դուք գիտեք ճշմարտությունը, նա մահացավ ոչ թե պատահականորեն, այլ դավաճանության պատճառով։ Հիմա պատկերացրեք, որ այն մարդիկը, ովքեր սպանեցին ձեր ամուսնուն, գալիս են ձեր տուն ասում, որ դուք հաջորդն եք։ Հենց այդպես էր Սեդա Մելքոնյանի հետ 1993 թվականի հունիսի 15-ին, 2 օր անց Մոնթեի թաղումից։ 3 մարդ եկան նրա տուն, ուշ երեկոյան, երբ փողոցները դատարկ էին։ Նրանք չներկայացան, չցույց տվեցին փաստաթղթեր։ Նրանք պարզապես մտան ներս ասացին Սեդային նստել լսել։ Այն, ինչ նրանք ասացին այդ երեկո, ստիպեց Սեդային հասկանալ, որ նրա կյանքը Հայաստանում ավարտվել է։ Առաջին մարդը, ով խոսեց, ուներ հանգիստ, սառը ձայն։ Նա ասաց, որ Մոնթեն եղել է հերոս, բայց նա անզգույշ մարդ։ Նա ասաց, որ Մոնթեն սկսել էր հետաքննություն, որը կարող էր վնասել շատ կարևոր մարդկանց։ Նա ասաց, որ Մոնթեի մահը եղել է ողբերգություն, բայց նա անհրաժեշտություն։ Հետո նա հարցրեց Սեդային, արդյոք Մոնթեն տվել է նրան ինչ-որ բան, ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ տեղեկություններ։ Սեդան ժխտեց։ Նա ասաց, որ Մոնթեն երբեք չի խոսել իր աշխատանքի մասին տանը, երբեք չի բերել փաստաթղթեր։ Բայց այդ մարդը չհավատաց նրան։ Նա ասաց, որ գիտեն, որ Մոնթեն տվել է Սեդային մի ծրար, որ այդ ծրարը պետք է գտնեն։ Երկրորդ մարդը սկսեց խուզարկել տունը։ Նա բացեց բոլոր դարակները, շրջեց բոլոր գրքերը, ստուգեց բոլոր թաքնված անկյունները։ Բայց նա չգտավ ծրարը, քանի որ Սեդան արդեն տեղափոխել էր այն անվտանգ տեղ, իր ընկերուհու տուն։ Երբ երկրորդ մարդը վերադարձավ ասաց, որ ոչինչ չի գտել, առաջին մարդը նայեց Սեդային երկար, ուսումնասիրող հայացքով։ Հետո նա ժպտաց, այն սառը ժպիտով, որը ավելի սարսափելի է, քան ցանկացած սպառնալիք։ Նա ասաց, որ Սեդան խելացի կին է, որ նա հասկանում է, թե ինչ է լավագույնը իր համար։ Նա ասաց, որ եթե Սեդան մնա Հայաստանում, եթե նա փորձի խոսել Մոնթեի մասին, եթե նա փորձի բացահայտել ճշմարտությունը, ապա նա կհանդիպի նույն ճակատագրին, ինչ իր ամուսինը։ Երրորդ մարդը, ով մինչ այդ լռում էր, վերջապես խոսեց։ Նրա ձայնը ավելի փափուկ էր, գրեթե կարեկցող։ Նա ասաց, որ Սեդան դեռ երիտասարդ է, որ նա ունի ամբողջ կյանքը առջում։ Նա ասաց, որ Մոնթեի մահը ողբերգություն է, բայց կյանքը շարունակվում է։ Նա ասաց, որ Սեդան կարող է սկսել նոր կյանք, նոր երկրում, նոր անունով։ Նա ասաց, որ նրանք կարող են օգնել նրան, տալ փաստաթղթեր, գումար, կապեր։ Միակ պայմանը, Սեդան պետք է հեռանա անմիջապես, երբեք չվերադառնա։ Նա պետք է մոռանա Մոնթեին, մոռանա Հայաստանը, մոռանա այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Եվ նա երբեք չպետք է խոսի այն մասին, ինչ Մոնթեն ասել է նրան։ Սեդան նստեց լռությամբ, նրա սիրտը բաբախում էր այնքան ուժգնորեն, որ նա վախենում էր, որ այդ մարդիկը կլսեն։ Նա հասկանում էր, որ նրան տրվում է ընտրություն, բայց իրականում ընտրություն չկար։ Եթե նա մերժեր, նա կմեռներ։ Եթե նա մնար, նա կմեռներ։ Միակ ճանապարհը դեպի գոյատում էր համաձայնվելը փախչելը։ Եվ այսպես նա գլխով արեց համաձայնություն։ Նա ասաց, որ կհեռանա, որ կմոռանա, որ երբեք չի վերադառնա։ Այդ մարդիկը ժպտացին։ Առաջին մարդը հանեց մի ծրար դրեց սեղանի վրա։ Նա ասաց, որ այնտեղ կեղծ փաստաթղթեր են, $1000, մի հեռախոսահամար, որին Սեդան կարող է զանգահարել, եթե ունենա խնդիրներ։ Հետո նրանք հեռացան, թողնելով Սեդային մենակ իր ավերված տանը, իր ավերված կյանքում։ Սեդան չքնեց այդ գիշեր։ Նա նստեց իր սենյակում, բռնած Մոնթեի լուսանկարը, լացելով լուռ արցունքներ։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ նրանք կորցրել էին, այն ամենի մասին, ինչ նրանք երազել էին։ Նա մտածում էր այն երեխաների մասին, որոնց նրանք երբեք չեն ունենա, այն տան մասին, որը նրանք երբեք չեն կառուցի, այն ապագայի մասին, որը նրանց երբեք չի լինի։ Եվ նա մտածում էր այն ծրարի մասին, որը Մոնթեն տվել էր նրան, այն ծրարի, որը հիմա թաքնված էր իր ընկերուհու տանը։
Նա գիտեր, որ այդ ծրարի մեջ կա ճշմարտությունը, ապացույցները, անունները։ Նա գիտեր, որ եթե բացահայտի այն, Մոնթեի սպանիչները կպատժվեն։ Բայց նա գիտեր, որ եթե բացահայտի այն, նա կմեռնի։ Առավոտյան Սեդան գնաց իր ընկերուհու տուն վերցրեց ծրարը։ Նա չբացեց այն, ինչպես Մոնթեն խնդրել էր։ Նա պարզապես դրեց այն իր փոքրիկ ճամպրուկի մեջ, հագավ իր ամենապարզ հագուստը, հեռացավ Ստեփանակերտից։ Նա չասաց ոչ ոքի, թե ուր է գնում։ Նա չասաց ոչ ոքի, թե ինչու է գնում։ Նա պարզապես անհետացավ, ինչպես ծուխը օդում։ Եվ այդպես սկսվեց Սեդա Մելքոնյանի 35 տարվա փախուստը, փախուստ ճշմարտությունից, փախուստ անցյալից, փախուստ այն մարդկանցից, ովքեր սպանեցին նրա սերը։ 35 տարի անց, երբ լրագրողները վերջապես գտան Սեդա Մելքոնյանին Փարիզում, նրանք հարցրին նրան այն հարցը, որը բոլորը ուզում էին իմանալ, արդյոք նա երբ է բացել է այդ ծրարը։ Սեդան նայեց նրանց երկար, նրա աչքերը լի հիշողություններով, ցավով, զղջումով։ Հետո նա ասաց. «Այո, նա բացել է այն։ Բայց ոչ անմիջապես։ Նա սպասեց 10 տարի, մինչ զգաց բավականաչափ անվտանգ։ Նա սպասեց, մինչ այն մարդիկը, ովքեր սպառնացել էին նրան, մեռան կամ կորցրին իրենց իշխանությունը։ Նա սպասեց, մինչ հավատաց, որ կարող է բացել ծրարը առանց վախենալու իր կյանքի համար։ Եվ երբ նա վերջապես բացեց այն, 1999 թվականին, նա գտավ ավելին, քան սպասում էր։ Ծրարի մեջ կային 3 բան։ Առաջինը՝ Մոնթեի ձեռագիր նամակ Սեդային, գրված նրա վերջին գիշերը Ստեփանակերտում։ Այդ նամակում Մոնթեն բացատրում էր ամեն ինչ՝ իր հետաքննությունը, իր հայտնագործությունները, իր վախերը։ Նա գրում էր այն մարդկանց անունների մասին, ովքեր կոռումպացված էին, այն գումարների մասին, որոնք գողացվել էին, այն զենքերի մասին, որոնք երբեք չէին հասել ճակատ։ Նա գրում էր այն մարդու մասին, ով կազմակերպում էր այս ամենը, բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը Սեդան ճանաչեց անմիջապես։ Եվ նա գրում էր իր սիրո մասին Սեդայի նկատմամբ, իր ցավի մասին, որ պետք է թողնի նրան, իր հույսի մասին, որ մի օր նա կկարողանա ապրել նորմալ կյանք։ Երկրորդը՝ փաստաթղթերի փաթեթ, որոնք ապացուցում էին Մոնթեի բոլոր մեղադրանքները։ Բանկային փոխանցումներ, ստորագրված պայմանագրեր, գաղտնի հաշիվներ։ Ամեն ինչ մանրամասն, ամեն ինչ փաստաթղթավորված, ամեն ինչ անհերքելի։ Սեդան նայեց այդ փաստաթղթերին, հասկացավ, թե ինչու էին այդ մարդիկը այդքան վախեցած։ Եթե այդ փաստաթղթերը հրապարակվեին, դա կավերեր տասնյակ կարիերաներ, կբացահայտեր տասնյակ հանցագործություններ, կփոխեր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բայց Սեդան նա հասկացավ, թե ինչու չէր կարող բացահայտել դրանք։ Այդ մարդիկը դեռ հզոր էին, դեռ վտանգավոր էին, դեռ կարող էին հասնել նրան նույնիսկ Փարիզում։ Երրորդը՝ մի փոքր տեսաժապավեն, որի վրա գրված էր միայն Սեդայի համար։ Սեդան դրեց այն տեսամագնիտոֆոնում, տեսավ Մոնթեին, նստած իր գրասեղանի առջ, նայելով ուղղակիորեն տեսախցիկին։ Նա խոսում էր հանգիստ, բայց վճռական ձայնով։ Նա ասում էր, որ եթե Սեդան դիտում է այս տեսագրությունը, դա նշանակում է, որ նա արդեն մեռած է։ Նա ասում էր, որ սիրում է Սեդային ավելի, քան ցանկացած բան այս աշխարհում։ Նա ասում էր, որ ցավում է, որ պետք է թողնի նրան այդպես վաղ, այդպես անսպասելի։ Եվ նա ասում էր, որ Սեդան չպետք է վրեժ լուծի, չպետք է փորձի արդարություն բերել, չպետք է ռիսկի իր կյանքը։ Նա ասում էր, որ Սեդան պետք է ապրի, պետք է երջանիկ լինի, պետք է գտնի նոր սեր, նոր ապագա։ Նա ասում էր, որ դա է նրա վերջին ցանկությունը, նրա վերջին խնդրանքը։ Սեդան դիտեց այդ տեսագրությունը լացելով։ Նա լսեց Մոնթեի ձայնը, տեսավ նրա դեմքը, զգաց նրա սերը։ Եվ նա հասկացավ, որ Մոնթեն ճիշտ էր։ Նա չէր կարող վրեժ լուծել, չէր կարող արդարություն բերել, չէր կարող ռիսկի իր կյանքը։ Ոչ նրա համար, ով արդեն մեռած էր, այլ նրա համար, ով դեռ ապրում էր։ Եվ այսպես նա կատարեց որոշում, որը հետապնդեց նրան մնացած կյանքը։ Նա պահեց ծրարը, պահեց փաստաթղթերը, պահեց տեսագրությունը։ Բայց նա երբեք չբացահայտեց դրանք։ Նա երբեք չխոսեց դրանց մասին։ Նա պարզապես ապրեց իր լուռ կյանքը Փարիզում, պահպանելով Մոնթեի գաղտնիքները, պահպանելով նրա հիշատակը, պահպանելով նրա սերը։ Բայց հիմա, 35 տարի անց, Սեդան զգում է, որ ժամանակը եկել է։ Այն մարդիկը, ովքեր սպառնացել էին նրան, մեծամասամբ մեռած են։ Այն համակարգը, որը սպանեց Մոնթեին, փոխվել է։ Եվ Սեդան ինքը ծերացել է, հոգնել է, պատրաստ է վերջապես ազատվել այն բեռից, որը կրել է 35 տարի։
Նա ասում է լրագրողներին, որ պատրաստ է տալ նրանց ծրարը, փաստաթղթերը, տեսագրությունը։ Նա ասում է, որ պատրաստ է վերջապես բացահայտել ճշմարտությունը Մոնթեի մահվան մասին։ Բայց նա ասում է, որ վախենում է։ Նա վախենում է, որ նույնիսկ հիմա, նույնիսկ 35 տարի անց, այդ ճշմարտությունը կարող է վտանգավոր լինել։ Նա վախենում է, որ կան մարդիկ, ովքեր դեռ չեն ուզում, որ այն բացահայտվի։ Եվ նա վախենում է, որ եթե խոսի, նա կդառնա հաջորդ զոհը։ Գիտեք, թե ինչ է ամենավատը դավաճանության մեջ։ Ոչ թե ինքը դավաճանությունը, այլ այն, որ դուք երբեք չեք իմանա, թե ով դավաճանեց ձեզ։ Մոնթե Մելքոնյանը մեռավ, չիմանալով, թե ով էր իրական թշնամին։ Նա մեռավ, հավատալով, որ պայքարում է իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Բայց իրականում նա պայքարում էր համակարգի դեմ, որը օգտագործում էր նրան, հետո թափեց նրան, երբ նա դարձավ անհարմար։ Եվ այդ համակարգի գլուխը կանգնած էր մի մարդ, ում անունը Սեդան վերջապես պատրաստ է բացահայտել։ Բայց նախքան նա դա անի, նա ուզում է պատմել մի պատմություն այն մասին, թե ինչպես այդ մարդը դարձավ այնպիսին, ինչպիսին է։ Այդ մարդու անունը Վարդան Սարգսյան էր, նա եղել է բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի պաշտպանության նախարարությունում 1991-ից մինչ 1999 թվականները։ Նա եղել է պատասխանատու զենքերի ձեռքբերման բաշխման համար Արցախյան պատերազմի ժամանակ։ Եվ նա օգտագործել է այդ դիրքը հարստանալու համար։ Նա ստեղծել էր համակարգ, որտեղ զենքերը գնվում էին բարձր գներով, բայց մի մասը գողացվում էր, վաճառվում էր շուկայում։ Գումարները, որոնք պետք է գնային Արցախ, փոխարենը գնում էին Վարդանի անձնական հաշիվները արտասահմանում։ Եվ երբ Մոնթեն սկսեց իր հետաքննությունը, Վարդանը հասկացավ, որ նա վտանգի մեջ է։ Վարդանը չէր հասարակ կոռումպացված պաշտոնյա։ Նա էր խելացի, հաշվարկող, անգութ մարդ։ Նա գիտեր, որ եթե Մոնթեի հետաքննությունը շարունակվի, նա կկորցնի ամեն ինչ, իր դիրքը, իր հարստությունը, իր ազատությունը։ Եվ այսպես նա որոշեց գործել։ Նա չէր կարող պարզապես սպանել Մոնթեին, քանի որ դա կառաջացներ հարցեր։ Նա պետք է դա աներ այնպես, որ թվար, որ դա պատերազմի ողբերգություն է։ Եվ դրա համար նա պետք էր ինչ-որ մեկին Մոնթեի ներքին շրջանակից։ Նա պետք էր Գորգ Ավագյանին։ Վարդանը գիտեր Գորգի թուլությունները, նրա ֆինանսական խնդիրները, նրա ընտանեկան պարտավորությունները, նրա ձգտումը իշխանության։ Եվ նա օգտագործեց այդ թուլությունները համոզելու Գորգին դավաճանել Մոնթեին։ Վարդանը խոստացավ Գորգին ամեն ինչ, ինչ նա ուզում էր՝ գումար, իշխանություն, պաշտպանություն։ Նա ասաց, որ Մոնթեի հետաքննությունը վտանգում է ոչ միայն նրան, այլ ամբողջ համակարգը, որը ֆինանսավորում էր պատերազմը։ Նա ասաց, որ եթե Մոնթեն շարունակի, Հայաստանը կկորցնի զենքի իր աղբյուրները, Արցախը կընկնի։ Նա ասաց, որ Մոնթեի մահը կլինի ողբերգություն, բայց անհրաժեշտ զոհաբերություն ավելի մեծ բարիքի համար։ Եվ Գորգը հավատաց այդ ստին։ Կամ գուցե նա պարզապես ուզում էր հավատալ, որպեսզի արդարացնի այն, ինչ պատրաստվում էր անել։ Եվ այսպես նա սկսեց տեղեկություններ տալ Վարդանին Մոնթեի շարժումների մասին, համոզել Մոնթեին ընդունել որոշ հրամաններ, պլանավորել վերջնական դավաճանությունը։ 1993 թվականի հունիսի 13-ին Վարդանի պլանը կատարվեց կատարյալ։ Մոնթեի ջոկատը ուղարկվեց այն առաքելության, որտեղ նրանք ընկան դարանի մեջ։ Մոնթեն զոհվեց, ինչպես Վարդանը պլանավորել էր։ Եվ Վարդանը համոզվեց, որ բոլոր ապացույցները ոչնչացվեն, բոլոր վկաները լռեցվեն, բոլոր հետքերը ծածկվեն։ Նա ուղարկեց իր մարդկանց Սեդայի մոտ, սպառնաց նրան, ստիպեց նրան փախչել։ Նա ուղարկեց իր մարդկանց Մոնթեի գրասենյակ, վերցրեց բոլոր փաստաթղթերը, բոլոր տեսագրությունները։ Կամ գուցե նա մտածեց, որ վերցրել է դրանք բոլորը։ Բայց նա չգիտեր Սուրեն Մանուկյանի մասին, արխիվարարի, ով թաքցրեց 3 տեսաժապավեններ։ Նա չգիտեր Արամ Գրիգորյանի մասին, պահապանի, ով պահեց տետրը։ Նա չգիտեր Վահագն Սարգսյանի մասին, բժշկի, ով պահեց բժշկական գրառումները։ Վարդանը մտածեց, որ նա հաղթել է։ Նա շարունակեց իր կարիերան, դարձավ ավելի հզոր, ավելի հարուստ։ Նա ապրեց շքեղ կյանք, շրջապատված իր ընտանիքով, իր ընկերներով, իր հարստությամբ։ Բայց նա ապրեց վախի մեջ։ Նա գիտեր, որ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, ովքեր սպասում են ճիշտ պահին բացահայտելու նրան։ Եվ նա գիտեր, որ երբ այդ պահը գա, նրա կյանքը կավարտվի։ Այդ պահը եկավ 1999 թվականին, երբ Վարդանը մահացավ ավտովթարից։ Պաշտոնապես դա էր պատահական դեպք։
Բայց կան մարդիկ, ովքեր հավատում են, որ դա չէր պատահական։ Նրանք ասում են, որ Վարդանը սպանվեց նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ նա երբեք խոսի։ Նրանք ասում են, որ նրա մահը եղավ վերջնական լռեցում։ Բայց նրանք սխալվեցին։ Քանի որ Վարդանի գաղտնիքները չմեռան նրա հետ։ Դրանք պահպանվեցին Սեդայի ծրարում, Արամի տետրում, Վահագնի գրառումներում, Սուրենի տեսաժապավեններում։ Եվ հիմա, 35 տարի անց, այդ գաղտնիքները վերջապես լույս են տեսնում։ Սեդան պատրաստ է տալ լրագրողներին ծրարը։ Արամը պատրաստ է ցույց տալ տետրը։ Վահագնը պատրաստ է կիսվել գրառումներով։ Եվ այն լրագրողը, ում Սուրենը տվեց բանալին, վերջապես գնաց այդ հասցե գտավ տեսաժապավենները։ Բոլոր կտորները տեղավորվում են իրենց տեղերում։ Ամբողջ պատմությունը բացահայտվում է։ Եվ Մոնթե Մելքոնյանի մահվան ճշմարտությունը վերջապես իմացվում է։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Նրա ազդեցությունը շարունակվեց տասնամյակներ անց։ Նրա անունը դարձավ խորհրդանիշ հայ ազատագրական շարժման համար։ Նրա զոհաբերությունը ոգեշնչեց հազարավոր երիտասարդների պայքարել իրենց երկրի համար։ Բայց նրա ճշմարտական ժառանգությունը ավելին էր, քան պարզապես հերոսական լեգենդ։ Դա էր նրա անսասան հավատը արդարությանը, նրա համառությունը բացահայտել ճշմարտությունը, նրա համոզվածությունը, որ ոչ մի համակարգ, ոչ մի իշխանություն, ոչ մի մարդ չի կարող կանգնել ժողովրդի կամքի դեմ։ Մոնթեի մահից հետո Արցախյան պատերազմը շարունակվեց դեռ 4 տարի։ 1994 թվականին ստորագրվեց հրադադար, որը դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները։ Արցախը հայտարարեց իր անկախությունը, թե այն միջազգայինորեն ճանաչված չէր։ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, սկսեց կառուցել իր ժողովրդավարական ինստիտուտները, իր տնտեսությունը, իր ապագան։ Բայց այն համակարգը, որը սպանեց Մոնթեին, չանհետացավ։ Կոռուպցիան շարունակվեց, իշխանության չարաշահումը շարունակվեց, անարդարությունը շարունակվեց։ Եվ մարդիկ, ովքեր պատասխանատու էին Մոնթեի մահվան համար, շարունակեցին ապրել իրենց հարմարավետ կյանքերը, երբեք չպատժվելով իրենց հանցագործությունների համար։ Սեդա Մելքոնյանը ապրեց Փարիզում 35 տարի, լուռ, մեկուսացած, միշտ նայելով իր ետից։ Նա երբեք չամուսնացավ կրկին, երբեք չունեցավ երեխաներ, երբեք չվերադարձավ Հայաստան։ Նա ապրեց իր հիշողություններով, իր ցավով, իր գաղտնիքներով։ Բայց նա ապրեց հույսով, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի, արդարությունը կվերականգնվի, Մոնթեի զոհաբերությունը չի լինի զուր։ Եվ այդ օրը վերջապես եկավ։ Երբ լրագրողները հրապարակեցին նրա պատմությունը, երբ ապացույցները բացահայտվեցին, երբ անունները հայտնի դարձան, Սեդան զգաց, որ վերջապես կարող է շնչել։ Նա զգաց, որ բեռը, որը կրել էր 35 տարի, վերջապես հանվել է նրա ուսերից։ Արամ Գրիգորյանը, Վահագն Սարգսյանը, այն լրագրողը, ով գտավ Սուրենի տեսաժապավենները, բոլորը միացան Սեդային բացահայտելու ճշմարտությունը։ Նրանք տվեցին իրենց ապացույցները, պատմեցին իրենց պատմությունները, բացահայտեցին այն, ինչ գիտեին։ Եվ միասին նրանք ստեղծեցին պատկեր, որը ցնցեց Հայաստանը։ Մարդիկ, ովքեր մինչ այդ հավատում էին, որ Մոնթեն զոհվել է հերոսաբար պատերազմում, հիմա իմացան, որ նա դավաճանվել է իր սեփական մարդկանց կողմից։ Մարդիկ, ովքեր մինչ այդ հարգում էին որոշ պաշտոնյաների, հիմա իմացան, որ նրանք կոռումպացված հանցագործներ էին։ Եվ մարդիկ, ովքեր մինչ այդ լռում էին, հիմա սկսեցին պահանջել արդարություն։ Բայց արդարությունը դանդաղ է գալիս։ Շատ մարդիկ, ովքեր պատասխանատու էին Մոնթեի մահվան համար, արդեն մեռած են։ Վարդան Սարգսյանը մեռավ 1999 թվականին։ Գորգ Ավագյանը մեռավ 1999 թվականին։ Շատ այլ մարդիկ, ովքեր ներգրավված էին այդ համակարգում, նույնպես անցան այս կյանքից։ Բայց կան դեռ ապրող մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, ովքեր մասնակցել են դավաճանությանը, ովքեր պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար։ Եվ կան դեռ գաղտնիքներ, որոնք չեն բացահայտվել, դեռ հարցեր, որոնց պատասխան չի տրվել, դեռ ճշմարտություններ, որոնք սպասում են լույս տեսնելու։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը հիշեցնում է մեզ, որ հերոսները ոչ միայն մարտի դաշտում են ծնվում։ Նրանք ծնվում են այն պահերին, երբ մարդը ընտրում է ճշմարտությունը սուտի փոխարեն, արդարությունը անարդարության փոխարեն, համարձակությունը վախի փոխարեն։ Մոնթեն ընտրեց բացահայտել կոռուպցիան, թե գիտեր, որ դա կարող է արժենալ նրա կյանքը։ Նա ընտրեց պայքարել իր ժողովրդի համար, թե գիտեր, որ նրա սեփական մարդիկը կարող են նրան դավաճանել։ Եվ նա ընտրեց մեռնել որպես ազատ մարդ, քան ապրել որպես ստրուկ։
Այդ ընտրությունները դարձրին նրան հերոս։ Ոչ թե նրա զենքը, ոչ թե նրա հաղթանակները, այլ նրա արժեքները, նրա սկզբունքները, նրա անսասան հավատը այն բանին, ինչի համար նա պայքարում էր։ Բայց Մոնթեի պատմությունը նա հիշեցնում է մեզ, որ դավաճանությունը կարող է գալ ամենաանսպասելի տեղերից։ Այն մարդիկը, ում մենք վստահում ենք, այն համակարգերը, որոնց մենք հավատում ենք, այն ինստիտուտները, որոնք մենք հարգում ենք, բոլորը կարող են կոռումպացված լինել, բոլորը կարող են դավաճանել մեզ։ Եվ երբ դա տեղի է ունենում, մենք պետք է ընտրություն կատարենք, լռել ընդունել, թե խոսել պայքարել։ Մոնթեն ընտրեց խոսել պայքարել։ Եվ թե նա վճարեց վերջնական գինը, նրա ձայնը դեռ լսվում է, նրա պատմությունը դեռ պատմվում է, նրա ժառանգությունը դեռ ապրում է։ Արդյոք Մոնթե Մելքոնյանի մահը եղավ ողբերգություն, թե անհրաժեշտ զոհաբերություն։ Արդյոք նա կարող էր խուսափել իր ճակատագրից, եթե ավելի զգույշ լիներ, ավելի քիչ վստահեր։ Արդյոք նրա զոհաբերությունը փոխեց ինչ-որ բան, թե այն պարզապես մեկ կյանք էր, որը կորավ անիմաստ պատերազմում։ Այս հարցերը չունեն պարզ պատասխաններ։ Բայց մի բան հստակ է, Մոնթե Մելքոնյանը ապրեց մեռավ իր սկզբունքներին հավատարիմ։ Նա երբեք չզիջեց, երբեք չհանձնվեց, երբեք չդադարեցրեց պայքարը։ Եվ այդ ինքնին արժե հիշելու, արժե հարգելու, արժե պահպանելու։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մոնթե Մելքոնյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։